Երբ Անդրանիկ Մարգարյանի անձնական խոհարարը վերադարձավ աշխատանքի 17 տարի անց, նրա ձեռքերը դողում էին այնպես, որ չէր կարողանում բաժակը բռնել։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ 3 ամիս շարունակ նա հրաժարվում էր խոսել, մինչ վերջապես համաձայնեց հանդիպման, միայն մեկ պայմանով, առանց տեսախցիկների։ Այն, ինչ նա պատմեց վերջին օրվա մասին, փոխում է ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք 2007 թվականի մարտի մասին։ Ինչու այս մարդը պահպանեց լռությունը 17 տարի։ Ինչ տեսավ նա վարչապետի նստավայրում մահից 10 րոպե առաջ։ Եվ ամենակարևորը, ինչու այն ուտեստները, որոնք նա պատրաստել էր այդ առավոտյան, երբեք չհասան լաբորատորիա։ Այսօր, առաջին անգամ, մենք կպատմենք այն պատմությունը, որը փոխեց Հայաստանի ճակատագիրը։ 2007 թվականի մարտի 25-ը Երանում սկսվեց սովորական առավոտով։ Անդրանիկ Մարգարյանը արթնացավ 6-ին, ինչպես միշտ, եւ առաջին բանը, որ արեց, զանգահարեց իր անձնական բժշկին։ Այս մանրամասնությունը պահպանվել է Կառավարության պահպանության ծառայության հատուկ մատյանում, որը պարունակում էր վարչապետի օրվա յուրաքանչյուր քայլը։ Բժիշկը ժամանեց 20 րոպե անց եւ անցկացրեց սովորական զննում։ Ճնշումը 140/80-ի վրա էր, զարկերակը 85։ Ոչինչ անսովոր։ Բայց ինչու այդ առավոտ Մարգարյանը 3 անգամ հարցրեց բժշկին, արդյոք ամեն ինչ կարգին է։ Խոհարարը, որի անունը մենք չենք կարող հրապարակել անվտանգության նկատառումներից ելնելով, սկսեց աշխատել վարչապետի նստավայրում 2005 թվականին։ Նա ընտրվել էր անձամբ Մարգարյանի կողմից 120 թեկնածուների միջից։ Պատճառը պարզ էր, նա աշխատել էր Սովետական Միության ժամանակ հատուկ օբյեկտներում, որտեղ սնունդ էին պատրաստում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Նա գիտեր բոլոր անվտանգության կանոնները, ինչպես պահել արտադրանքը, ինչպես ստուգել յուրաքանչյուր բաղադրիչ, ինչպես կազմակերպել խոհանոցը, որպեսզի ոչ ոք չկարողանա մոտենալ ուտեստներին։ Բայց այդ առավոտ, երբ նա մտավ խոհանոց, նկատեց մի բան, որը երբեք չէր տեսել նախկինում։ Սեղանի վրա դրված էր փոքրիկ թղթային տուփ, կապույտ ժապավենով։ Խոհարարը անմիջապես զանգահարեց անվտանգության ծառայությանը, ինչպես պահանջում էին կանոնները։ 2 պահակ ժամանեցին 3 րոպեում եւ ստուգեցին տուփը հատուկ սարքով։ Ոչինչ անսովոր։ Տուփը բացեցին, ներսում էին հատուկ դիետիկ հավելումներ, որոնք Մարգարյանը ընդունում էր վերջին 6 ամիսը։ Բժիշկը նախատեսել էր դրանք սրտի համար։ Պահակները ստուգեցին փաթեթավորումը, ամեն ինչ կարգին էր, կնիկները չէին վնասված։ Բայց ո՞վ էր բերել այս տուփը խոհանոց այնպիսի վաղ ժամին։ Անվտանգության ծառայության մատյանում գրառում չկար այդ մասին։ Մարգարյանը իջավ նախաճաշի ժամը 9:30-ին։ Նա նստեց իր սովորական տեղում, մեծ սեղանի գլխավոր տեղում, որտեղից երևում էր ամբողջ այգին։ Խոհարարը բերեց նախաճաշը, օվսյանկա մեղրով, թարմ հյութ եւ սուրճ։ Մարգարյանը սկսեց ուտել, բայց 2 կամ 3 գթալից հետո դադարեցրեց եւ նայեց խոհարարին։ Նրա դեմքի արտահայտությունը տարօրինակ էր, ոչ բարկացած, ոչ անհանգստացած, պարզապես մտածող։ Նա հարցրեց. «Արդյոք այսօր ինչ-որ բան փոխվել է բաղադրատոմսում»։ Խոհարարը երդվեց, որ ամեն ինչ նույնն է, ինչպես միշտ։ Մարգարյանը գլուխ շարժեց եւ շարունակեց ուտել։ Բայց նա թողեց կեսով։ Սա էր առաջին անգամը 2 տարվա ընթացքում, երբ նա չավարտեց իր նախաճաշը։ Ժամը 12-ին Մարգարյանը մեկնեց կառավարության նիստի։ Նա վերցրեց իր սովորական պայուսակը, ծև կաշվե, որը միշտ պահում էր իր կողքին։ Այդ պայուսակում էին փաստաթղթեր, որոնք նա պատրաստել էր նիստի համար։ Բայց այնտեղ էր նաև մի բան, որի մասին գիտեին միայն 3 մարդ, անձնական օրագիրը, որտեղ Մարգարյանը գրում էր իր մտքերը յուրաքանչյուր օրվա վերջում։ Այս օրագիրը երբեք չի գտնվել։ Անվտանգության ծառայությունը պնդում է, որ այն չկար պայուսակում, երբ նրանք ստուգեցին այն մահից հետո։ Բայց Մարգարյանի քարտուղարուհին, որը աշխատել է նրա հետ 11 տարի, երդվում է, որ տեսել է, թե ինչպես նա դրեց օրագիրը պայուսակի ներսում այդ առավոտ ժամը 9:45-ին։ Ուր կորավ այդ օրագիրը։ Կառավարության նիստը սկսվեց ժամը 12:30-ին։ Մարգարյանը նստեց իր սովորական տեղում նախագահող աթոռին։ Նրա աջ կողմում էր ֆինանսների նախարարը, ձախ կողմում պաշտպանության նախարարը։ Նիստը սկսվեց սովորական հարցերով՝ բյուջե, ծրագրեր, հաշվետվություններ։ Բայց ժամը 1:20-ին Մարգարյանը հանկարծ դադարեցրեց խոսքը։ Նա դրեց ձեռքը կրծքավանդակի վրա եւ խորը շնչեց։
Ֆինանսների նախարարը անմիջապես հարցրեց, արդյոք ամեն ինչ կարգին է։ Մարգարյանը գլուխ շարժեց եւ ասաց, որ պարզապես մի փոքր հոգնած է։ Նա շարունակեց նիստը, բայց նրա ձայնը արդեն այլ էր, ավելի թույլ, ավելի դանդաղ։ Ժամը 1:45-ին Մարգարյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում։ Նա ելավ սենյակից եւ գնաց իր անձնական գրասենյակ։ Երկու պահակ հետևեցին նրան, ինչպես միշտ, բայց մնացին դռան մոտ։ Մարգարյանը փակեց դուռը եւ նստեց իր աթոռին։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ 10 րոպեում, մենք գիտենք միայն մեկ աղբյուրից, անվտանգության տեսախցիկներից, որոնք տեղադրված էին գրասենյակում։ Բայց այդ տեսագրությունները երբեք չեն հրապարակվել։ Պաշտոնական տարբերակով դրանք ոչնչացվել են 3 ամիս անց, ըստ ստարտ ընթացակարգի։ Բայց մի նախկին անվտանգության աշխատակից, որը տեսել է այդ տեսագրությունները, պատմում է այլ պատմություն։ Տեսագրությունների վրա երևում էր, թե ինչպես Մարգարյանը նստեց աթոռին եւ բացեց իր պայուսակը։ Նա հանեց օրագիրը եւ սկսեց գրել։ Նա գրեց մոտավորապես 3 րոպե, հետո դադարեցրեց եւ նայեց պատուհանից։ Նրա դեմքի արտահայտությունը տարօրինակ էր, ոչ վախեցած, ոչ անհանգստացած, պարզապես խորապես մտածող։ Հետո նա վերադարձավ օրագրին եւ գրեց մի էջ։ Ժամը 2-ին նա փակեց օրագիրը, դրեց այն պայուսակի մեջ եւ կանգնեց։ Նա քայլեց դեպի դուռը, բայց հանկարծ կանգ առավ։ Նրա ձեռքը գնաց կրծքավանդակին։ Նա կանգնեց այնպես մոտավորապես 5 վայրկյան, հետո շարունակեց քայլել։ Երբ նա բացեց դուռը, պահակները ոչինչ անսովոր չնկատեցին։ Մարգարյանը վերադարձավ նիստերի սենյակ եւ նստեց իր տեղում։ Ժամը 2:10 րոպեին Մարգարյանը կրկին դադարեցրեց խոսքը։ Այս անգամ նա դրեց ձեռքը սեղանի վրա եւ փակեց աչքերը։ Պաշտպանության նախարարը անմիջապես ելավ եւ մոտեցավ նրան։ Մարգարյանը բացեց աչքերը եւ փորձեց ինչ-որ բան ասել, բայց խոսքերը չէին ստացվում։ Նրա շրթունքները շարժվում էին, բայց ձայն չկար։ Ֆինանսների նախարարը վազեց դեպի դուռը եւ գոչեց պահակներին։ Երկու պահակ վազեցին ներս, մեկը անմիջապես զանգահարեց շտաբ օգնության, մյուսը սկսեց անել սրտի մերսում։ Բժիշկները ժամանեցին 7 րոպեում, բայց արդեն ուշ էր։ Անդրանիկ Մարգարյանը մահացավ ժամը 2:17-ին, 2007 թվականի մարտի 25-ին։ Պաշտոնական տարբերակը պարզ էր, սրտի կաթված։ Բժիշկները հայտարարեցին, որ Մարգարյանը տառապում էր սրտի հիվանդությամբ վերջին տարիներին, եւ այս ելքը կանխատեսելի էր։ Բայց ինչու այդ առավոտ նրա անձնական բժիշկը չնկատեց ոչինչ անսովոր։ Ինչու վերջին բժշկական զննումը, որը կատարվել էր 2 շաբաթ առաջ, ցույց էր տալիս, որ սիրտը աշխատում է նորմալ։ Եվ ամենակարևորը, ինչու ընտանիքը պահանջեց անկախ փորձաքննություն, բայց այդ պահանջը մերժվեց։ Ո՞վ էր վախենում այդ փորձաքննությունից։ Խոհարարը, որը տեսել էր Մարգարյանին վերջին անգամ կենդանի, հրաժարվեց աշխատել հաջորդ օրը։ Նա ասաց, որ հիվանդ է եւ պետք է հանգստանա։ Բայց իրականում նա թաքնվեց իր տանը եւ չէր դուրս գալիս 3 ամիս։ Երբ անվտանգության ծառայությունը փորձեց հարցաքննել նրան, նա ասաց, որ ոչինչ չի հիշում այդ օրվանից։ Բայց նրա հարանները պատմում են, որ նա ամեն գիշեր արթնանում էր գոչյուններով։ Ինչ տեսավ այս մարդը, որ այդքան վախեցրեց նրան։ Ինչու նա հրաժարվեց խոսել 17 տարի։ Եվ ամենակարևորը, ինչու նա վերջապես համաձայնեց պատմել իր պատմությունը հենց հիմա։ Մարգարյանի մահից հետո Հայաստանում սկսվեց նոր դարաշրջան։ Նոր վարչապետ, նոր քաղաքականություն, նոր մարդիկ իշխանության մեջ։ Բայց շատերը հիշում են այն օրերը, երբ Մարգարյանը վարում էր երկիրը։ Նրանք հիշում են նրա հանգիստ ձայնը, նրա համեստ վարքագիծը, նրա ունակությունը լսել մարդկանց։ Նրանք հիշում են, որ երբ Մարգարյանը էր իշխանության մեջ, երկիրը զարգանում էր, տնտեսությունը աճում էր, մարդիկ հույս ունեին ապագայի համար։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Ո՞վ շահեց Մարգարյանի մահից։ Ո՞վ էր սպասում այդ պահին, որպեսզի գրավի իշխանությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք դա իսկապես պատահական էր։ Երբ մենք սկսեցինք հետաքննել այս պատմությունը, բախվեցինք պատի։ Պաշտոնական փաստաթղթերը կնքված էին։ Բժշկական հաշվետվությունները անհասանելի էին։ Անվտանգության ծառայության արխիվները փակ էին։ Բայց մենք գտանք մարդկանց, ովքեր էին այնտեղ այդ օրը։ Մարդիկ, ովքեր տեսան, ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ, ովքեր պահպանեցին լռությունը 17 տարի, բայց հիմա պատրաստ են խոսել։
Նրանց պատմությունները փոխում են ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք 2007 թվականի մարտի մասին։ Արդյոք դուք պատրաստ եք լսել ճշմարտությունը։ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 36 թվականի հունիսի 30-ին Երանում։ Նրա ընտանիքը սովորական էր, հայրը աշխատում էր գործարանում, մայրը դպրոցում ուսուցչուհի։ Նրանք ապրում էին փոքրիկ բնակարանում Կենտրոն թաղամասում, որտեղ Անդրանիկը մեծացավ իր երկու քույրերի հետ։ Ընտանիքը չէր հարուստ, բայց երեխաները միշտ ուներին ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր։ Հայրը խիստ էր, բայց արդար։ Մայրը՝ նուրբ և սիրող։ Անդրանիկը սովորում էր լավ, բայց չէր առանձնանում հատուկ տաղանդներով։ Նա էր պարզապես լավ տղա, ով հարգում էր ավագներին և օգնում էր ընկերներին։ 54 թվականին Մարգարյանը մտավ Երանի Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նա ընտրեց շինարարական ֆակուլտետը, որովհետև ուզում էր կառուցել։ Ոչ թե քաղաքականություն անել, ոչ թե հայտնի դառնալ, պարզապես կառուցել։ Նա սովորում էր 5 տարի և ավարտեց ինստիտուտը 69 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր բազմաբնակարան շենքերի կառուցմանը սեյսմիկ ակտիվ գոտիներում։ Այս թեման ընտրված էր պատահականորեն չէ, Հայաստանը միշտ տառապել է երկրաշարժերից, և Մարգարյանը ուզում էր գտնել լուծում, որը կփրկի մարդկանց կյանքեր։ Ինստիտուտից հետո Մարգարյանը սկսեց աշխատել Երանի շինարարական կոմբինատում։ Նա էր պարզապես ինժեներ, մեկը հարյուրավոր ինժեներների միջից։ Նա գնում էր աշխատանքի ամեն առավոտ ժամը 8-ին և վերադառնում էր տուն ժամը 6-ին։ Նա չէր խոսում շատ, չէր փորձում առանձնանալ, պարզապես անում էր իր աշխատանքը։ Բայց նրա ղեկավարները նկատեցին մի բան՝ Մարգարյանը երբեք չէր սխալվում։ Նրա հաշվարկները միշտ ճիշտ էին, նրա նախագծերը միշտ աշխատում էին, նրա շենքերը միշտ կանգուն էին։ 65 թվականին նրան առաջարկեցին դառնալ բաժնի ղեկավար։ Նա ընդունեց, բայց միայն մեկ պայմանով՝ նա կշարունակի աշխատել նախագծերի վրա, ոչ թե միայն կառավարել։ 66 թվականին Մարգարյանը ամուսնացավ։ Նրա կինը՝ Հրանուշը, աշխատում էր նույն կոմբինատում, հաշվապահ։ Նրանք ծանոթացել էին աշխատանքային ճաշի ժամանակ, երբ Մարգարյանը նստել էր սխալ սեղանի մոտ և Հրանուշը ծիծաղել էր նրա շփոթվածությունից։ Նրանք սկսեցին հանդիպել, և 6 ամիս անց Մարգարյանը առաջարկեց ամուսնանալ։ Հարսանիքը փոքր էր, միայն ընտանիքը և մոտ ընկերները։ Նրանք ապրեցին Մարգարյանի ծնողների հետ 2 տարի, մինչ կարողացան գնել սեփական բնակարանը։ 69 թվականին ծնվեց նրանց առաջին որդին՝ Տիգրանը։ 72 թվականին՝ երկրորդ որդին՝ Արամը։ Մարգարյանը էր խիստ հայր, բայց միշտ արդար։ Նա երբեք չէր բարձրացնում ձայնը, բայց երեխաները գիտեին, երբ նա դժգոհ էր։ 75 թվականին Մարգարյանը դարձավ կոմբինատի գլխավոր ինժեներ։ Սա էր մեծ պաշտոն, նա պատասխանատու էր բոլոր նախագծերի համար, որոնք իրականացվում էին Երանում։ Այդ տարիներին քաղաքը արագ զարգանում էր, նոր շենքեր, նոր փողոցներ, նոր թաղամասեր։ Մարգարյանը աշխատում էր 12 ժամ օրը, երբեմն ավելի։ Նա տանը վերադառնում էր հոգնած, բայց երբեք չէր բողոքում։ Հրանուշը հարցնում էր՝ արդյոք չի ուզում փոխել աշխատանքը, գտնել ավելի հեշտ բան։ Մարգարյանը պատասխանում էր, որ նա սիրում է իր աշխատանքը, և դա բավական է։ 88 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Սպիտակ քաղաքը ոչնչացվեց, Գյումրին ծանր վնասվեց, Երանում շատ շենքեր ճաքեցին։ Մարգարյանը էր մեկը առաջին մարդկանցից, ով մեկնեց Սպիտակ։ Նա աշխատեց այնտեղ 3 ամիս անընդմեջ, կազմակերպելով փրկարարական աշխատանքները, գնահատելով վնասները, պլանավորելով վերականգնումը։ Նա տեսավ այնպիսի բաներ, որոնք երբեք չէր մոռանա՝ ավերված տները, մահացած մարդկանց, լացող երեխաներին։ Երբ նա վերադարձավ Երան, Հրանուշը չճանաչեց նրան, նա նիհարել էր 15 կիլոգրամ, նրա մազերը սպիտակել էին, նրա աչքերը տարբեր էին։ Բայց նա չդադարեց աշխատել։ Նա պատրաստեց նոր շինարարական ստանդարտներ, որոնք պետք է ապահովեին, որ նման ավերածություն երբեք չկրկնվի։ 89 թվականին Սովետական Միությունը փլուզվեց։ Հայաստանը դարձավ անկախ, բայց անկախությունը բերեց նոր խնդիրներ։ Տնտեսությունը փլուզվեց, գործարանները փակվեցին, մարդիկ կորցրին աշխատանքը։ Մարգարյանի կոմբինատը նույնպես փակվեց 82 թվականին։ Նա մնաց առանց աշխատանքի 56 տարեկանում։ Բայց նա չհուսահատվեց։ Նա բացեց փոքր ինժեներական ֆիրմա, միայն 5 աշխատակիցով։
Նրանք պատրաստում էին նախագծեր մասնավոր հաճախորդների համար, տներ, փոքր շենքեր, վերանորոգումներ։ Գումարը փոքր էր, բայց բավական պահպանելու ընտանիքը։ 83 թվականին Մարգարյանը միացավ Հանրապետական կուսակցությանը։ Սա էր նոր կուսակցություն, որը հիմնադրել էին նախկին կոմունիստական կուսակցության անդամները, ովքեր ուզում էին շարունակել քաղաքական գործունեությունը անկախ Հայաստանում։ Մարգարյանը երբեք չէր հետաքրքրվել քաղաքականությամբ, բայց նրա ընկերները համոզեցին նրան, որ երկիրը կարիք ունի նրա նման մարդկանց, ազնիվ, փորձառու, պատասխանատու։ Նա ընդունեց, բայց միայն մեկ պայմանով, նա չի խոսի դատարկ խոսքեր, նա կաշխատի իրական գործերի վրա։ Կուսակցությունը համաձայնեց, և Մարգարյանը դարձավ կուսակցության շինարարական ծրագրերի պատասխանատու։ 86 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ Մարգարյանը ընտրվեց պատգամավոր, առաջին անգամ իր կյանքում։ Նա նստեց խորհրդարանում և լսեց, թե ինչպես են մյուս պատգամավորները խոսում, երկար, բարձրաձայն, հաճախ անիմաստ։ Նա սպասեց իր հերթին և խոսեց միայն 3 րոպե։ Նա ասաց, որ երկիրը կարիք ունի ոչ թե խոսքերի, այլ գործերի։ Նա առաջարկեց կոնկրետ ծրագիր, վերականգնել ավերված շենքերը, կառուցել նոր դպրոցներ, ստեղծել աշխատատեղեր շինարարության մեջ։ Խորհրդարանը լռեց։ Մարգարյանի խոսքերը պարզ էին, կոնկրետ էին, իրականացնելի էին։ 2 շաբաթ անց նրան առաջարկեցին դառնալ խորհրդարանի շինարարության և տարածքային զարգացման հանձնաժողովի նախագահ։ Նա ընդունեց։ Հաջորդ 5 տարիների ընթացքում Մարգարյանը իրականացրեց իր ծրագիրը։ Նա վերականգնեց երկրաշարժից վնասված 150 շենք, կառուցեց 25 նոր դպրոց, ստեղծեց 3000 աշխատատեղ։ Նա աշխատում էր անձամբ, այցելում էր շինհրապարակներ, ստուգում էր նախագծերը, հանդիպում էր շինարարներին։ Նա երբեք չէր նստում իր գրասենյակում և չէր սպասում հաշվետվությունների։ Նա ուզում էր տեսնել ամեն ինչ իր աչքերով։ Մարդիկը սկսեցին նկատել նրան։ Նրանք տեսան, որ սա մարդ է, ով իսկապես հոգ է տանում, ով իսկապես աշխատում է, ով իսկապես ուզում է օգնել։ 2002 թվականին Հանրապետական կուսակցությունը կրկին հաղթեց ընտրություններում։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջարկեց Մարգարյանին դառնալ վարչապետ։ Մարգարյանը մերժեց։ Նա ասաց, որ չի զգում իրեն պատրաստ այդպիսի պատասխանատվության համար։ Բայց Քոչարյանը պնդեց։ Նա ասաց, որ երկիրը կարիք ունի Մարգարյանի նման մարդու, ազնիվ, փորձառու, հարգված։ Մարգարյանը խորեց 3 օր և վերջապես համաձայնեց։ Նա դարձավ Հայաստանի վարչապետ մայիսի 12-ին, 2002 թվականին։ Նրան էր 66 տարեկան։ Վարչապետ դառնալուց հետո Մարգարյանը չփոխեց իր ոճը։ Նա շարունակեց աշխատել 12 ժամ օրը, շարունակեց այցելել շինհրապարակներ, շարունակեց հանդիպել մարդկանց։ Նա չէր սիրում պաշտոնական ընդունելությունները, չէր սիրում երկար ելույթները, չէր սիրում լրագրողների հարցերը։ Նա սիրում էր աշխատել։ Նրա առաջին որոշումը վարչապետ դառնալուց հետո էր նվազեցնել իր աշխատավարձը 10%-ով։ Նա ասաց, որ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է, և պաշտոնյաները պետք է ցույց տան օրինակ։ Նրա երկրորդ որոշումը էր փակել վարչապետի շքեղ նստավայրը և տեղափոխվել ավելի պարզ շենք։ Նա ասաց, որ չի ուզում ապրել շքեղության մեջ, երբ մարդիկը տառապում են։ Մարգարյանի վարչապետության առաջին տարին դժվար էր։ Տնտեսությունը դեռ թույլ էր, գործազրկությունը բարձր էր, մարդիկը դժգոհ էին։ Բայց Մարգարյանը չհուսահատվեց։ Նա պատրաստեց տնտեսական բարեփոխումների ծրագիր, նվազեցնել հարկերը, պարզեցնել բյուրոկրատիան, ներգրավել օտարերկրյա ներդրումներ։ Ծրագիրը սկսեց աշխատել 2003 թվականին։ Տնտեսությունը սկսեց աճել 12%-ով տարեկան։ Նոր գործարաններ բացվեցին, նոր աշխատատեղեր ստեղծվեցին, մարդկանց եկամուտները սկսեցին բարձրանալ։ Մարգարյանը չէր խոսում իր հաջողությունների մասին։ Նա պարզապես շարունակում էր աշխատել։ 2004 թվականին Մարգարյանը սկսեց զգալ առողջական խնդիրներ։ Նրա սիրտը ցավում էր, նա հաճախ էր հոգնում, նրա ճնշումը բարձր էր։ Բժիշկները խորհուրդ տվեցին նրան հանգստանալ, նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Բայց Մարգարյանը չլսեց։ Նա ասաց, որ երկիրը կարիք ունի նրա, և նա չի կարող դադարել աշխատել։ Նրա անձնական բժիշկը, դոկտոր Գրիգորյանը, սկսեց այցելել նրան ամեն օր, ստուգել ճնշումը, տալ դեղեր, հետևել նրա վիճակին։ Բայց Մարգարյանը հաճախ մոռանում էր ընդունել դեղերը։
Նա ասում էր, որ չունի ժամանակ։ 2005 թվականին Մարգարյանի առողջական վիճակը վատթարացավ։ Նա ունեցավ մի փոքր սրտի նոպա, բայց մերժեց հիվանդանոց գնալ։ Նա ասաց, որ ունի կարոր նիստ և չի կարող բաց թողնել։ Դոկտոր Գրիգորյանը զայրացավ և սպառնաց հրաժարական տալ, եթե Մարգարյանը չլսի նրան։ Մարգարյանը ծիծաղեց և ասաց, որ Գրիգորյանը չի կարող հրաժարական տալ, որովհետև նա միակ բժիշկն է, ում Մարգարյանը վստահում է։ Նրանք համաձայնեցին փոխզիջման, Մարգարյանը կանցնի ամբողջական բժշկական զննում, բայց կշարունակի աշխատել։ Զննումը ցույց տվեց, որ Մարգարյանի սիրտը թույլ է, բայց դեռ աշխատում է։ Բժիշկները նախատեսեցին հատուկ դիետա, դեղորայք և կանոնավոր հանգիստ։ Մարգարյանը խոստացավ հետևել բոլոր ցուցումներին։ Բայց նա չհետևեց։ Նա շարունակեց աշխատել 12 ժամ օրը, շարունակեց այցելել շինհրապարակներ, շարունակեց հանդիպել մարդկանց։ Նրա ընտանիքը անհանգստանում էր։ Հրանուշը աղաչում էր նրան դադարեցնել, հանգստանալ, մտածել իր առողջության մասին։ Բայց Մարգարյանը ասում էր, որ չի կարող։ Նա ասում էր, որ երկիրը դեռ կարիք ունի նրա, որ նա դեռ ունի շատ աշխատանք, որ նա չի կարող թողնել ամեն ինչ կիսատ։ Նրա որդիները, Տիգրանը և Արամը, փորձեցին համոզել նրան, բայց նա չլսեց։ Նա ասաց, որ երբ ավարտի իր ծրագրերը, այն ժամանակ կհանգստանա։ 2006 թվականին Մարգարյանի առողջական վիճակը կրկին վատթարացավ։ Նա սկսեց ունենալ ցավեր կրծքավանդակում, դժվարություն շնչելիս, թուլություն։ Դոկտոր Գրիգորյանը պնդեց, որ Մարգարյանը պետք է անցնի հատուկ բուժում, հնարավոր է նույնիսկ վիրահատություն։ Բայց Մարգարյանը մերժեց։ Նա ասաց, որ չունի ժամանակ վիրահատության համար, որ նա պետք է ավարտի տնտեսական բարեփոխումները, որ նա չի կարող թողնել երկիրը այս կարևոր պահին։ Գրիգորյանը փորձեց համոզել նրան, բայց Մարգարյանը անսասան էր։ Նրանք համաձայնեցին նոր փոխզիջման, Մարգարյանը կընդունի ուժեղ դեղեր, որոնք կօգնեն նրա սրտին, բայց կշարունակի աշխատել։ 2007 թվականի մարտի սկզբին Մարգարյանը զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Նա ունեցավ ուժեղ ցավ կրծքավանդակում, որը տևեց մի քանի րոպե։ Նա չասաց ոչ ոքի այդ մասին։ Նա պարզապես նստեց իր գրասենյակում և սպասեց, մինչև ցավը անցավ։ Հաջորդ օրը ցավը կրկնվեց, այս անգամ ավելի ուժեղ։ Մարգարյանը զանգահարեց դոկտոր Գրիգորյանին և ասաց, որ ունի փոքր խնդիր։ Գրիգորյանը անմիջապես ժամանեց և անցկացրեց զննում։ Նա տեսավ, որ Մարգարյանի վիճակը լուրջ է, և պնդեց, որ նա անմիջապես պետք է գնա հիվանդանոց։ Մարգարյանը մերժեց։ Նա ասաց, որ ունի կարոր նիստ մարտի 25-ին և չի կարող բաց թողնել։ Գրիգորյանը զայրացավ և ասաց, որ եթե Մարգարյանը չգնա հիվանդանոց, նա կմեռնի։ Մարգարյանը նայեց նրան և ասաց. «Մարտի 25-ից հետո»։ Մարտի 23-ին Մարգարյանը զգաց, որ նրա վիճակը վատթարանում է։ Նա ունեցավ ուժեղ թուլություն, գլխապտույտ, դժվարություն շնչելիս։ Բայց նա չդադարեցրեց աշխատանքը։ Նա մասնակցեց 3 նիստի, հանդիպեց օտարերկրյա դեսպանի հետ, ստորագրեց 10 փաստաթուղթ։ Երեկոյան, երբ նա վերադարձավ տուն, Հրանուշը տեսավ նրա դեմքը և վախեցավ։ Մարգարյանը սպիտակ էր, նրա շրթունքները կապույտ էին, նրա ձեռքերը դողում էին։ Հրանուշը ուզում էր կանչել շտապ օգնություն, բայց Մարգարյանը արգելեց։ Նա ասաց, որ պարզապես հոգնած է և կարիք ունի քնելու։ Նա գնաց անկողին և քնեց 12 ժամ։ Մարտի 24-ին Մարգարյանը արթնացավ ավելի լավ զգալով։ Նա նախաճաշեց, ընդունեց իր դեղերը և գնաց աշխատանքի։ Այդ օրը նա ունեցավ 2 նիստ և մի հանդիպում։ Երեկոյան նա վերադարձավ տուն և անցկացրեց ժամանակ իր թոռների հետ։ Նա խաղաց նրանց հետ, պատմեց հեքիաթներ, ծիծաղեց նրանց կատակներից։ Հրանուշը նայում էր նրան և մտածում էր, որ գուցե ամեն ինչ կարգին է, գուցե նա սխալվել է, գուցե Մարգարյանը իսկապես պարզապես հոգնած էր։ Բայց խորը ներսում նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Նա զգում էր դա։ Մարտի 25-ի առավոտը Մարգարյանը արթնացավ 6-ին, ինչպես միշտ։ Նա զանգահարեց դոկտոր Գրիգորյանին, ով ժամանեց 20 րոպե անց։ Զննումը ցույց տվեց, որ ճնշումը 140/80-ի վրա է, զարկերակը 85։ Ոչինչ անսովոր։ Բայց Մարգարյանը 3 անգամ հարցրեց Գրիգորյանին, արդյոք ամեն ինչ կարգին է։ Գրիգորյանը պատասխանեց, որ այո, բայց նա պետք է շարունակի ընդունել դեղերը և խուսափի սթրեսից։ Մարգարյանը գլուխ շարժեց և ասաց, որ կփորձի։
Բայց երկուսն էլ գիտեին, որ սա ստեր։ Մարգարյանը երբեք չէր խուսափում սթրեսից։ Սթրեսը նրա աշխատանքի մի մասն էր։ Արդյոք Մարգարյանը գիտեր, որ սա նրա վերջին օրն է։ Արդյոք նա զգում էր, որ ինչ-որ բան սխալ է։ Արդյոք նա ուզում էր դադարեցնել, բայց չէր կարողանում։ Մենք երբեք չենք իմանա պատասխանները այս հարցերին։ Բայց մենք գիտենք մեկ բան՝ Մարգարյանը շարունակեց աշխատել մինչև վերջ։ Նա չդադարեցրեց, չհանգստացավ, չթողեց։ Նա աշխատեց մինչև այն պահը, երբ նրա սիրտը դադարեցրեց զարկել։ Արդյոք սա հերոսություն էր, թե հիմարություն։ Արդյոք նա պետք է լսեր բժիշկներին և հանգստանար, թե նա ճիշտ արեց, շարունակելով աշխատել մինչև վերջ։ Դուք ինչ եք կարծում։ Խոհանոցում այդ առավոտ ամեն ինչ սկսվեց սովորականից։ Խոհարարը, որի անունը մենք կանվանենք Վարդան, ժամանեց վարչապետի նստավայր ժամը 5:45-ին։ Սա էր նրա սովորական ժամանակացույցը, նա միշտ ժամանում էր մութ դեռ, որպեսզի ունենա ժամանակ պատրաստել նախաճաշը։ Նա մտավ խոհանոց իր անձնական բանալիով, միացրեց լույսերը և սկսեց ստուգել ամեն ինչ։ Սա էր նրա առաջին գործողությունը ամեն առավոտ, ստուգել, որ ամեն ինչ իր տեղում է, որ ոչ ոք չի մտել գիշերվա ընթացքում, որ բոլոր արտադրանքները անվտանգ են։ Բայց այդ առավոտ Վարդանը նկատեց ինչ-որ բան անսովոր։ Սեղանի վրա, հենց կենտրոնում, դրված էր փոքրիկ թղթային տուփ, կապույտ ժապավենով։ Վարդանը անմիջապես զգաց անհանգստություն։ Նա աշխատում էր այս խոհանոցում 2 տարի և երբեք չէր տեսել, որ ինչ-որ բան լինի սեղանի վրա առավոտյան։ Ամեն ինչ միշտ իր տեղում էր, ամեն ինչ միշտ կարգավորված էր։ Բայց այս տուփը այնտեղ էր, ինչպես թե ինչ-որ մեկը դրել էր այն գիշերվա ընթացքում։ Վարդանը չդիպավ տուփին։ Նա անմիջապես վերցրեց հեռախոսը և զանգահարեց անվտանգության ծառայությանը։ 2 պահակ ժամանեցին 3 րոպեում։ Նրանք էին Արմենը և Գագիկը, 2 փորձառու աշխատակիցներ, ովքեր պահպանում էին վարչապետի նստավայրը 6 տարի։ Նրանք մտան խոհանոց և նայեցին տուփին։ Արմենը հանեց հատուկ սարք, փոքր սև տուփ, որը կարող էր հայտնաբերել վտանգավոր նյութեր։ Նա անցկացրեց սարքը տուփի վրայով, ոչինչ։ Ոչ ռադիացիա, ոչ քիմիական նյութեր, ոչ պայթուցիկ։ Գագիկը հագավ ձեռնոցներ և զգուշորեն բացեց տուփը։ Ներսում էին փոքրիկ շշեր, 10 հատ, յուրաքանչյուրը պարունակում էր դեղահատեր։ Արմենը ստուգեց յուրաքանչյուր շիշը, ամեն ինչ կարգին էր, կնիկները չէին վնասված, պիտակները պաշտոնական էին։ Վարդանը հարցրեց. ով է բերել այս տուփը։ Արմենը և Գագիկը նայեցին միմյանց։ Նրանք չգիտեին։ Նրանք ստուգեցին անվտանգության մատյանը, գրառում չկար այդ մասին։ Նրանք ստուգեցին տեսախցիկների տեսագրությունները, ոչինչ անսովոր։ Տեսագրությունները ցույց էին տալիս, որ ոչ ոք չէր մտել խոհանոց գիշերվա ընթացքում։ Բայց տուփը այնտեղ էր։ Ինչպես այն հայտնվեց այնտեղ։ Ով էր դրել այն։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Արմենը զանգահարեց անվտանգության ծառայության ղեկավարին, գնդապետ Սարգսյանին։ Սարգսյանը ժամանեց 10 րոպեում։ Նա էր խիստ մարդ, 55 տարեկան, նախկին ԿԳԲ-ի սպա, ով աշխատում էր անվտանգության ոլորտում 30 տարի։ Նա ստուգեց տուփը, ստուգեց շշերը, ստուգեց տեսագրությունները։ Հետո նա հարցրեց Վարդանին, արդյոք նա տեսել է ինչ-որ մեկին խոհանոցում 3։ Վարդանը պատասխանեց, որ ոչ, նա հեռացել էր ժամը 6-ին, ինչպես միշտ, և խոհանոցը դատարկ էր։ Սարգսյանը հարցրեց, արդյոք Վարդանը փակել է դուռը։ Վարդանը երդվեց, որ այո, նա միշտ փակում է դուռը և միացնում է ազդանշանը։ Սարգսյանը մտածեց մի քանի վայրկյան, հետո որոշեց։ Նա ասաց, որ տուփը հավանաբար բերել է դոկտոր Գրիգորյանը կամ նրա օգնականը։ Դեղահատերը նախատեսված էին Մարգարյանի համար, և հավանաբար ինչ-որ մեկը պարզապես մոռացել էր գրել մատյանում։ Սա էր ամենաբանական բացատրությունը։ Արմենը և Գագիկը գլուխ շարժեցին։ Վարդանը նույնպես գլուխ շարժեց, բայց նա դեռ զգում էր անհանգստություն։ Ինչ-որ բան սխալ էր, բայց նա չէր կարողանում հասկանալ, ինչ։ Ժամը 6-ին Վարդանը սկսեց պատրաստել նախաճաշը։ Նա պատրաստեց օվսյանկա մեղրով, ճիշտ այնպես, ինչպես Մարգարյանը սիրում էր։ Նա պատրաստեց թարմ հյութ, նարինջ և խնձոր։ Նա պատրաստեց սուրճ, թույլ, առանց շաքարի։ Նա դասավորեց ամեն ինչ սկուտեղի վրա և ստուգեց, որ ամեն ինչ կատարյալ է։
Հետո նա վերցրեց կապույտ տուփը և դրեց սկուտեղի կողքին։ Դոկտոր Գրիգորյանը ասել էր, որ Մարգարյանը պետք է ընդունի 2 դեղահատ նախաճաշից հետո։ Վարդանը բացեց տուփը և հանեց 2 շիշ։ Նա դրեց դրանք փոքրիկ ափսեի վրա, ճիշտ սկուտեղի կողքին։ Ժամը 9:30-ին Մարգարյանը իջավ նախաճաշի։ Նա նստեց իր սովորական տեղում և ժպտաց Վարդանին։ Վարդանը բերեց սկուտեղը և դրեց սեղանի վրա։ Մարգարյանը նայեց ուտեստներին և գլուխ շարժեց հավանությամբ։ Նա վերցրեց գդալը և սկսեց ուտել օվսյանկան։ Բայց 2 կամ 3 գդալից հետո նա դադարեցրեց և նայեց Վարդանին։ Նրա դեմքի արտահայտությունը տարօրինակ էր, ոչ բարկացած, ոչ անհանգստացած, պարզապես մտածող։ Նա հարցրեց. «Արդյոք այսօր ինչ-որ բան փոխվել է բաղադրատոմսում»։ Վարդանը երդվեց, որ ոչ, ամեն ինչ նույնն է, ինչպես միշտ։ Մարգարյանը գլուխ շարժեց և շարունակեց ուտել։ Բայց նա չավարտեց նախաճաշը։ Նա կերավ կեսը օվսյանկայից, խմեց կեսը հյութից և թողեց սուրճը չխմած։ Վարդանը նկատեց դա և անհանգստացավ։ Սա էր առաջին անգամը 2 տարվա ընթացքում, երբ Մարգարյանը չավարտեց իր նախաճաշը։ Վարդանը հարցրեց. «Արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք ուտեստը համեղ է»։ Մարգարյանը ժպտաց և ասաց, որ այո, ամեն ինչ կատարյալ է, պարզապես նա այսօր ոչ շատ սովածություն ունի։ Հետո նա վերցրեց 2 դեղահատերը, որոնք Վարդանը դրել էր ափսեի վրա, և կուլ տվեց դրանք մի կում ջրով։ Վարդանը հավաքեց սկուտեղները և վերադարձավ խոհանոց։ Նա լվաց ամեն ինչ և դասավորեց իր տեղում։ Բայց նա չէր կարողանում հանել մտքից Մարգարյանի դեմքի արտահայտությունը։ Ինչ-որ բան սխալ էր։ Մարգարյանը երբեք չէր թողնում իր նախաճաշը կիսատ։ Նա միշտ ավարտում էր ամեն ինչ, մինչև վերջին կտորը։ Բայց այսօր նա թողեց կեսը։ Ինչո՞վ։ Արդյոք նա զգում էր ինչ-որ բան։ Արդյոք նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Ժամը 12-ին Մարգարյանը մեկնեց կառավարության նիստի։ Վարդանը տեսավ, թե ինչպես նա վերցրեց իր պայուսակը և ելավ դռնից։ Մարգարյանը քայլում էր դանդաղ, ավելի դանդաղ, քան սովորաբար։ Նրա ուսերը մի փոքր կռված էին, նրա քայլերը մի փոքր ծանր էին։ Վարդանը նկատեց դա և ուզեց ինչ-որ բան ասել, բայց չասաց։ Ինչ կարող էր նա ասել։ Նա էր պարզապես խոհարար, ոչ թե բժիշկ։ Նա չէր կարող ասել վարչապետին, որ ինչ-որ բան սխալ է։ Բայց Վարդանը չէր կարողանում հանել մտքից այդ տուփը։ Ո՞վ էր բերել այն։ Ինչու այն հայտնվել էր խոհանոցում առանց որևէ գրառման։ Ինչու անվտանգության ծառայությունը չէր գտել պատասխանները։ Վարդանը որոշեց ինքը հետաքննել։ Նա սկսեց հարցնել պահակներին, արդյոք նրանք տեսել են ինչ-որ մեկին խոհանոցի մոտ երեկ։ Բոլորը պատասխանեցին, որ ոչ։ Նա հարցրեց մաքրուհուն, արդյոք նա տեսել է տուփը, երբ մաքրում էր խոհանոցը երեկ։ Մաքրուհին պատասխանեց, որ ոչ, երբ նա ավարտեց մաքրելը ժամը 8-ին, սեղանը դատարկ էր։ Վարդանը հասկացավ, որ տուփը հայտնվել էր խոհանոցում ժամը 8-ից հետո։ Բայց ո՞վ էր մտել խոհանոց այդ ժամանակ։ Տեսախցիկները ոչինչ չէին ցույց տալիս։ Մատյանում գրառում չկար։ Սա էր անհնար։ Բայց տուփը այնտեղ էր։ Վարդանը որոշեց ստուգել տեսագրությունները ինքը։ Նա գնաց անվտանգության ծառայության գրասենյակ և խնդրեց տեսնել երեկվա տեսագրությունները։ Պահակը, որը պատասխանատու էր տեսագրությունների համար, ցույց տվեց նրան։ Վարդանը նայեց տեսագրություններին ժամը 8-ից մինչև կեսգիշեր։ Նա տեսավ մաքրուհուն, ով մաքրում էր խոհանոցը և հեռացավ ժամը 8-ին։ Հետո խոհանոցը դատարկ էր։ Ոչ ոք չմտավ, ոչ ոք չելավ։ Բայց ժամը 11:30-ին տեսագրությունը հանկարծ կտրվեց։ Էկրանը սևացավ մի քանի վայրկյանով, հետո տեսագրությունը շարունակվեց։ Վարդանը հարցրեց պահակին, ինչու տեսագրությունը կտրվեց։ Պահակը պատասխանեց, որ հավանաբար տեխնիկական խնդիր էր, սա երբեմն տեղի է ունենում։ Բայց Վարդանը չհավատաց։ Նա աշխատել էր անվտանգության համակարգերի հետ Սովետական Միության ժամանակ, և նա գիտեր, որ այդպիսի համակարգերը չեն կտրվում պարզապես այդպես։ Վարդանը հարցրեց, արդյոք կարելի է վերականգնել այդ բաց թողնված վայրկյանները։ Պահակը պատասխանեց, որ ոչ, տեսագրությունը ջնջված է։ Վարդանը հարցրեց, ով կարող է ջնջել տեսագրությունը։
Պահակը պատասխանեց, որ միայն անվտանգության ծառայության ղեկավարը կամ նրա տեղակալը։ Վարդանը զգաց, թե ինչպես սառը ալիք է անցնում նրա մարմնով։ Ինչու ինչ-որ մեկը ջնջեց տեսագրությունը։ Ինչ էր թաքցնում այդ բաց թողնված վայրկյանները։ Վարդանը վերադարձավ խոհանոց և փորձեց շարունակել աշխատանքը։ Բայց նա չէր կարողանում կենտրոնանալ։ Նրա մտքերը շարունակում էին վերադառնալ այդ տուփին, այդ բաց թողնված վայրկյաններին, այդ ջնջված տեսագրությանը։ Նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ է, բայց չէր կարողանում հասկանալ ինչ։ Նա ուզում էր խոսել ինչ-որ մեկի հետ, բայց ո՞մ հետ։ Ո՞վ կհավատար նրան։ Նա էր պարզապես խոհարար, ոչ ոք չէր լսելու նրան։ Ժամը 1:45-ին Վարդանը լսեց գոչյուններ կառավարության նիստերի սենյակից։ Նա վազեց դեպի այնտեղ և տեսավ, թե ինչպես պահակները վազում են ներս։ Նա տեսավ, թե ինչպես դոկտոր Գրիգորյանը վազում է դեպի սենյակը իր բժշկական պայուսակով։ Նա տեսավ, թե ինչպես շտապ օգնության մեքենան ժամանում է 7 րոպեում։ Նա տեսավ, թե ինչպես բժիշկները վազում են ներս իրենց սարքերով։ Եվ հետո նա տեսավ, թե ինչպես նրանք դուրս են գալիս 35 րոպե անց, նրանց դեմքերը լուրջ, նրանց աչքերը վար իջեցրած։ Վարդանը հասկացավ, որ Մարգարյանը մահացել է։ Նա զգաց, թե ինչպես նրա ոտքերը թուլանում են, թե ինչպես նրա սիրտը արագանում է, թե ինչպես նրա ձեռքերը սկսում են դողալ։ Նա հիշեց այդ առավոտը, այդ տուփը, այդ դեղահատերը։ Նա հիշեց, թե ինչպես Մարգարյանը նայեց նրան, երբ ուտում էր նախաճաշը։ Նա հիշեց, թե ինչպես Մարգարյանը թողեց կեսով իր ուտեստը։ Նա հիշեց, թե ինչպես Մարգարյանը կուլ տվեց այդ երկու դեղահատերը։ Եվ նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ էր այդ դեղահատերի հետ։ Վարդանը վազեց դեպի խոհանոց։ Նա ուզում էր վերցնել այդ տուփը, ստուգել մնացած դեղահատերը, պահպանել դրանք որպես ապացույց։ Բայց երբ նա հասավ խոհանոց, տուփը այլևս այնտեղ չէր։ Սեղանը դատարկ էր։ Վարդանը փնտրեց ամենուր, դարակներում, աղբամանում, հատակին։ Տուփը անհետացել էր։ Ո՞վ էր վերցրել այն։ Երբ։ Ինչո՞վ։ Վարդանը գնաց անվտանգության ծառայության գրասենյակ և ասաց պահակին, որ տուփը անհետացել է։ Պահակը պատասխանեց, որ գնդապետ Սարգսյանը վերցրել է այն մի ժամ առաջ։ Նա ասել է, որ պետք է ուղարկի դեղահատերը լաբորատորիա, ստուգման համար։ Վարդանը հարցրեց, որ լաբորատորիա։ Պահակը պատասխանեց, որ չգիտի, Սարգսյանը չասաց։ Վարդանը հարցրեց, երբ կվերադարձնեն տուփը։ Պահակը ուսերը թոթվեց և ասաց, որ չգիտի։ Վարդանը հասկացավ, որ այդ տուփը երբեք չի վերադառնա։ Նա հասկացավ, որ այդ դեղահատերը երբեք չեն ստուգվի։ Նա հասկացավ, որ ինչ-որ մեկը ուզում է թաքցնել ճշմարտությունը։ Բայց ո՞վ։ Եվ ինչու՞։ Վարդանը վախեցավ։ Նա հասկացավ, որ եթե նա խոսի, եթե նա պատմի այն, ինչ տեսել է, նա կարող է վտանգի մեջ լինել։ Նա որոշեց լռել։ Նա որոշեց մոռանալ այն, ինչ տեսել է։ Նա որոշեց շարունակել ապրել, ինչպես թե ոչինչ չի տեղի ունեցել։ Բայց նա չէր կարողանում մոռանալ։ Հաջորդ օրը Վարդանը չգնաց աշխատանքի։ Նա զանգահարեց և ասաց, որ հիվանդ է։ Նա մնաց տանը 1 շաբաթ, հետո 2, հետո ամիս։ Անվտանգության ծառայությունը փորձեց հարցաքննել նրան, բայց նա ասաց, որ ոչինչ չի հիշում այդ օրվանից։ Նա ասաց, որ ամեն ինչ սովորական էր, ոչինչ անսովոր չէր տեղի ունեցել։ Նրանք հավատացին նրան, կամ գուցե պարզապես չուզեցին հետագա հարցեր տալ։ Նրանք թողեցին նրան խաղաղության մեջ։ Բայց Վարդանը երբեք չգտավ խաղաղություն։ Նա ապրեց 17 տարի այդ գաղտնիքի հետ, 17 տարի այդ վախի հետ, 17 տարի այդ մեղավորության զգացումի հետ։ Նա մտածում էր, արդյոք կարող էր նա ինչ-որ բան անել։ Արդյոք կարող էր նա կանխել այն, ինչ տեղի ունեցավ։ Արդյոք կարող էր նա փրկել Մարգարյանին։ Բայց նա գիտեր պատասխանը։ Ոչ։ Նա էր պարզապես խոհարար։ Նա ոչինչ չէր կարող անել։ Բայց հիմա, 17 տարի անց, Վարդանը պատրաստ է խոսել։ Նա պատրաստ է պատմել այն, ինչ տեսել է այդ առավոտ։ Նա պատրաստ է պատմել այդ տուփի մասին, այդ դեղահատերի մասին, այդ ջնջված տեսագրության մասին։ Նա պատրաստ է պատմել ճշմարտությունը։ Ինչու հիմա։ Որովհետև նա հիվանդ է։ Բժիշկները ասում են, որ նրան մնացել է 6 ամիս։ Նա ուզում է մեռնել խաղաղ խղճով։
Նա ուզում է, որ ճշմարտությունը վերջապես բացահայտվի։ Արդյոք Վարդանի պատմությունը ճշմարիտ է։ Արդյոք այդ տուփը իսկապես գոյություն ուներ։ Արդյոք այդ դեղահատերը իսկապես տարբեր էին։ Մենք չենք կարող հաստատել։ Մենք չունենք ապացույցներ։ Տուփը անհետացել է, դեղահատերը անհետացել են, տեսագրությունները ջնջված են։ Բայց Վարդանի պատմությունը բացատրում է շատ բաներ, որոնք մինչ այժմ անբացատրելի էին։ Ինչու Մարգարյանը թողեց իր նախաճաշը կիսատ։ Ինչու նա զգաց անհանգստություն այդ առավոտ։ Ինչու նրա վիճակը հանկարծ վատթարացավ։ Արդյոք դուք հավատում եք Վարդանին։ Մարգարյանի մահից հետո Հայաստանում սկսվեց նոր դարաշրջան։ Նոր վարչապետ Սերժ Սարգսյան ստանձնեց պաշտոնը ապրիլի 4-ին 2007 թվականին։ Սարգսյանը էր Մարգարյանի տեղակալը, պաշտպանության նախարարը, հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամը։ Նա էր հզոր մարդ, կապեր ուներ բանակում, անվտանգության ծառայություններում, բիզնես շրջանակներում։ Շատերը սպասում էին, որ նա կդառնա վարչապետ, բայց ոչ այդպես։ Ոչ այդքան արագ։ Ոչ այդպիսի հանգամանքներում։ Սարգսյանի նշանակումը հրապարակվեց Մարգարյանի մահից 10 օր անց։ Պաշտոնական հայտարարությունը ասում էր, որ Սարգսյանը ընտրվել է հանրապետական կուսակցության կողմից, որ նա ամենափորձառու թեկնածուն է, որ նա կշարունակի Մարգարյանի քաղաքականությունը։ Բայց շատերը չհավատացին։ Նրանք տեսան, թե ինչպես Սարգսյանը արագ ամրապնդեց իր իշխանությունը, թե ինչպես նա փոխեց հիմնական նախարարներին, թե ինչպես նա բերեց իր մարդկանց կարևոր պաշտոններ։ Նրանք տեսան, թե ինչպես Հայաստանը փոխվեց Սարգսյանի ղեկավարության ներքո։ Բայց արդյոք Սարգսյանը կապված էր Մարգարյանի մահվան հետ։ Արդյոք նա գիտեր, որ Մարգարյանը կմեռնի։ Արդյոք նա պլանավորել էր դա։ Մենք չունենք ապացույցներ։ Մենք չունենք փաստաթղթեր։ Մենք ունենք միայն կասկածներ, հարցեր, տեսություններ։ Բայց այդ կասկածները բավականաչափ ուժեղ են, որպեսզի մենք հետաքննենք։ Մարգարյանի մահից մեկ ամիս առաջ, փետրվարի 25-ին 2007 թվականին, Սարգսյանը հանդիպեց գնդապետ Սարգսյանի հետ։ Այո, նույն Սարգսյանը, ով պատասխանատու էր անվտանգության համար վարչապետի նստավայրում։ Այս հանդիպումը գրանցված է պաշտոնական մատյաններում, բայց ոչ մի մանրամասնություն չկա այն մասին, թե ինչ քննարկվեց։ Պաշտոնական տարբերակով, դա էր սովորական աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեցին անվտանգության հարցեր։ Բայց մի նախկին անվտանգության աշխատակից, ով ներկա էր այդ հանդիպմանը, պատմում է այլ պատմություն։ Այդ աշխատակիցը, որի անունը մենք չենք կարող հրապարակել, ասում է, որ հանդիպումը տևեց 3 ժամ։ Նա ասում է, որ Սերժ Սարգսյանը եւ գնդապետ Սարգսյանը խոսեցին առանձին, առանց ականատեսների։ Նա ասում է, որ երբ նրանք դուրս եկան, երկուսի դեմքերը լուրջ էին, բայց նրանց աչքերում էր ինչ-որ բան, որոշվածություն, համաձայնություն, գաղտնիք։ Նա ասում է, որ գնդապետ Սարգսյանը հեռացավ անմիջապես հանդիպումից հետո եւ չվերադարձավ գրասենյակ մի քանի օր։ Ուր գնաց նա։ Ինչ արեց նա այդ օրերին։ Մարտի 15-ին, 10 օր Մարգարյանի մահից առաջ, գնդապետ Սարգսյանը հանդիպեց դոկտոր Գրիգորյանի հետ։ Այս հանդիպումը նույնպես գրանցված է մատյաններում, բայց կրկին առանց մանրամասնությունների։ Պաշտոնական տարբերակով, դա էր սովորական բժշկական խորհրդատվություն, որտեղ քննարկվեցին Մարգարյանի առողջական հարցերը։ Բայց դոկտոր Գրիգորյանի օգնականը, ով տեսավ այդ հանդիպումը, պատմում է, որ Գրիգորյանը դուրս եկավ այդ հանդիպումից շատ անհանգստացած։ Նա ասում է, որ Գրիգորյանը անմիջապես գնաց իր գրասենյակ եւ փակեց դուռը։ Նա ասում է, որ Գրիգորյանը խոսեց հեռախոսով ինչ-որ մեկի հետ, բարձր ձայնով, բարկացած։ Բայց նա չէր կարողանում լսել, թե ինչ էր ասում Գրիգորյանը։ Մարտի 20-ին, 5 օր Մարգարյանի մահից առաջ, դոկտոր Գրիգորյանը պատվիրեց նոր դեղորայք Մարգարյանի համար։ Այս պատվերը գրանցված է դեղատան մատյաններում։ Դեղերը էին հատուկ սրտի համար, ավելի ուժեղ, քան նախորդները։ Դեղատան աշխատակիցը, ով ընդունեց պատվերը, հիշում է, որ Գրիգորյանը պնդեց, որ դեղերը պետք է պատրաստ լինեն մարտի 23-ին։ Նա ասաց, որ դա շատ կարևոր է, որ դեղերը պետք է լինեն ճիշտ այդ օրը։ Ինչու այդ օրը։ Ինչու ոչ ավելի վաղ կամ ավելի ուշ։ Մարտի 23-ին դեղերը պատրաստ էին։ Դոկտոր Գրիգորյանի օգնականը վերցրեց դրանք դեղատնից եւ բերեց Գրիգորյանի գրասենյակ։ Բայց Գրիգորյանը չէր այնտեղ։ Օգնականը թողեց դեղերը սեղանի վրա եւ հեռացավ։
Երբ Գրիգորյանը վերադարձավ, նա վերցրեց դեղերը և դրեց իր պայուսակի մեջ։ Բայց օգնականը նկատեց մի բան տարօրինակ՝ Գրիգորյանը չստուգեց դեղերը։ Նա միշտ ստուգում էր դեղերը, երբ ստանում էր դրանք, ստուգում էր պիտակները, ստուգում էր կնիկները, ստուգում էր ամսաթվերը։ Բայց այս անգամ նա պարզապես դրեց դրանք պայուսակի մեջ և հեռացավ։ Ինչո՞վ։ Մարտի 24-ին, մեկ օր Մարգարյանի մահից առաջ, դոկտոր Գրիգորյանը հանդիպեց գնդապետ Սարգսյանի հետ կրկին։ Այս հանդիպումը չի գրանցված մատյաններում։ Բայց մի պահակ, ով տեսավ նրանց, հիշում է, որ նրանք հանդիպեցին Կավճանում, փոքրիկ սրճարանում կենտրոն թաղամասում։ Նա հիշում է, որ նրանք նստեցին անկյունում, հեռու մյուսներից։ Նա հիշում է, որ նրանք խոսեցին մոտավորապես 20 րոպե։ Նա հիշում է, որ երբ նրանք հեռացան, գնդապետ Սարգսյանը տվեց Գրիգորյանին փոքրիկ փաթեթ, սպիտակ թղթով փաթաթված։ Ինչ էր այդ փաթեթում։ Մարտի 25-ի առավոտը, մի քանի ժամ Մարգարյանի մահից առաջ, գնդապետ Սարգսյանը ժամանեց վարչապետի նստավայր ժամը 5:30-ին։ Սա էր անսովոր, նա սովորաբար ժամանում էր ժամը 8-ին։ Պահակները հարցրեցին, ինչու նա այդքան վաղ է։ Նա պատասխանեց, որ ունի կարևոր աշխատանք։ Նա գնաց իր գրասենյակ և մնաց այնտեղ մինչև ժամը 6-ը։ Ինչ էր նա անում այնտեղ մեկ անձնական ժամի ընթացքում։ Ժամը 6-ին գնդապետ Սարգսյանը դուրս եկավ իր գրասենյակից և գնաց խոհանոց։ Վարդանը դեռ չէր ժամանել։ Խոհանոցը դատարկ էր։ Սարգսյանը մտավ ներս և փակեց դուռը։ Նա մնաց այնտեղ 5 րոպե։ Երբ նա դուրս եկավ, նա ուներ փոքրիկ թղթային տուփ, կապույտ ժապավենով։ Նա դրեց այն սեղանի վրա և հեռացավ։ Մի պահակ տեսավ դա, բայց չասաց ոչինչ։ Նա մտածեց, որ սա սովորական բան է, որ Սարգսյանը հավանաբար բերեց դեղեր Մարգարյանի համար։ Բայց ինչու Սարգսյանը բերեց դեղերը, և ոչ թե դոկտոր Գրիգորյանը։ Ժամը 6:45-ին Վարդանը ժամանեց խոհանոց։ Նա տեսավ տուփը սեղանի վրա և անմիջապես զանգահարեց անվտանգության ծառայությանը։ Գնդապետ Սարգսյանը ժամանեց 3 րոպեում։ Նա ստուգեց տուփը և ասաց, որ ամեն ինչ կարգին է։ Բայց ինչպես նա կարող էր այդքան արագ ստուգել։ Ինչպես նա կարող էր այդքան վստահ լինել։ Եթե նա չգիտեր, թե ինչ է այդ տուփում։ Մարտի 25-ին, ժամը 2:17-ին, Անդրանիկ Մարգարյանը մահացավ։ Ժամը 2:20-ին գնդապետ Սարգսյանը մտավ խոհանոց և վերցրեց տուփը։ Նա ասաց, որ պետք է ուղարկի այն լաբորատորիա։ Բայց նա երբեք չուղարկեց։ Տուփը անհետացավ։ Դեղահատերը անհետացան։ Ապացույցները անհետացան։ Ժամը 3:30-ին գնդապետ Սարգսյանը գնաց անվտանգության ծառայության գրասենյակ։ Նա պատվիրեց ջնջել տեսագրությունները մարտի 24-ի երեկոյից։ Պահակը, ով պատասխանատու էր տեսագրությունների համար, հարցրեց. Ինչու՞։ Սարգսյանը պատասխանեց, որ դա պաշտոնական հրաման է, որ տեսագրությունները պարունակում են զգայուն տեղեկություններ, որ դրանք պետք է ջնջվեն անվտանգության նկատառումներից ելնելով։ Պահակը չհարցրեց ավելին։ Նա ջնջեց տեսագրությունները։ Ժամը 4-ին գնդապետ Սարգսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ։ Այս հանդիպումը տևեց 10 րոպե։ Ոչ ոք չգիտի, թե ինչ քննարկվեց այնտեղ։ Բայց երբ գնդապետ Սարգսյանը դուրս եկավ, նրա դեմքը հանգիստ էր։ Նա ժպտաց։ Նա գնաց տուն և հանգստացավ։ Ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի վարչապետ։ Գնդապետ Սարգսյանը ստացավ առաջխաղացում, նա դարձավ անվտանգության ծառայության փոխտնօրեն։ Դոկտոր Գրիգորյանը շարունակեց աշխատել որպես պաշտոնական բժիշկ, բայց նա երբեք չխոսեց Մարգարյանի մահվան մասին։ Վարդանը թաքնվեց իր տանը և փորձեց մոռանալ այն, ինչ տեսել էր։ Բայց ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ հավերժ։ Ժամանակի ընթացքում մարդիկը սկսեցին խոսել։ Նրանք սկսեցին հարցեր տալ։ Նրանք սկսեցին կասկածել։ Եվ հիմա, 17 տարի անց, մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ իսկապես տեղի ունեցավ 2007 թվականի մարտի 25-ին։ Արդյոք Սերժ Սարգսյանը պատվիրեց Մարգարյանի մահը։ Արդյոք գնդապետ Սարգսյանը կազմակերպեց այն։ Արդյոք դոկտոր Գրիգորյանը մասնակցեց դրան։ Մենք չունենք վերջնական ապացույցներ։ Բայց մենք ունենք բավականաչափ կասկածներ, որպեսզի պահանջենք նոր հետաքննություն։ Մենք ունենք բավականաչափ հարցեր, որպեսզի պահանջենք պատասխաններ։
Մենք ունենք բավականաչափ ականատեսներ, որպեսզի վերակառուցենք այն, ինչ իսկապես տեղի ունեցավ։ Հայաստանի ժողովուրդը արժանի է իմանալու ճշմարտությունը։ Մարգարյանի ընտանիքը արժանի է իմանալու ճշմարտությունը։ Պատմությունը արժանի է իմանալու ճշմարտությունը։ Եվ մենք չենք դադարի, մինչև ճշմարտությունը բացահայտվի։ Արդյոք դուք պատրաստ եք օգնել մեզ։ Արդյոք դուք պատրաստ եք պահանջել ճշմարտությունը։ 2002 թվականի մայիսը, երբ Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ, Հայաստանի քաղաքական լանդշաֆտը բարդ էր։ Երկիրը դեռ չէր վերականգնվել տնտեսական ճգնաժամից, կոռուպցիան տարածված էր, մարդիկը կորցրել էին հավատը իշխանություններին։ Բայց Մարգարյանը բերեց ինչ-որ նոր բան, հույս։ Նա խոստացավ, որ կփոխի ամեն ինչ, որ կմաքրի համակարգը, որ կստեղծի նոր Հայաստան։ Եվ մարդիկը հավատացին նրան։ Բայց ոչ բոլորը էին ուրախ այդ փոփոխություններից։ Հանրապետական կուսակցության ներսում գոյություն ուներ երկու խումբ։ Առաջին խումբը, Մարգարյանի խումբը, հին պահպանողականները, ովքեր հավատում էին աստիճանական բարեփոխումներին, օրինականությանը, թափանցիկությանը։ Երկրորդ խումբը, Սերժ Սարգսյանի խումբը, նոր գործիչները, ովքեր ուզում էին արագ փոփոխություններ, ուժեղ իշխանություն, վերահսկողություն։ Այս երկու խմբերը միշտ լարված հարաբերություններ ունեին, բայց մինչև 2005 թվականը նրանք կարողանում էին համագործակցել։ Բայց հետո ինչ-որ բան փոխվեց։ 2005 թվականի սեպտեմբերին Մարգարյանը սկսեց նոր բարեփոխումների ծրագիր։ Նա ուզում էր նվազեցնել կոռուպցիան պետական մարմիններում, ստեղծել անկախ դատական համակարգ, ապահովել ընտրությունների թափանցիկությունը։ Այս բարեփոխումները սպառնում էին շատ հզոր մարդկանց շահերին։ Նրանք սկսեցին դիմադրել։ Եվ Սերժ Սարգսյանը էր նրանց առաջնորդը։ Մի նախկին հանրապետական կուսակցության անդամ, ով աշխատել է Մարգարյանի հետ 3 տարի, պատմում է, որ Մարգարյանը եւ Սարգսյանը ունեցան լուրջ բախում 2005 թվականի նոյեմբերին։ Նրանք հանդիպեցին կուսակցության գրասենյակում, միայն երկուսով։ Հանդիպումը տևեց 2 ժամ։ Երբ նրանք դուրս եկան, երկուսի դեմքերը կարմիր էին, նրանց ձայները բարձր էին։ Մարգարյանը ասաց Սարգսյանին, որ եթե նա շարունակի խոչընդոտել բարեփոխումները, նա կկորցնի իր պաշտոնը։ Սարգսյանը պատասխանեց, որ Մարգարյանը չի կարող հեռացնել նրան, որովհետև նա ունի չափազանց շատ աջակիցներ։ Նրանք բաժանվեցին բարկացած։ Հաջորդ ամիսներին լարվածությունը աճեց։ Մարգարյանը փորձեց առաջ մղել իր բարեփոխումները, բայց ամեն քայլում բախվում էր դիմադրության։ Նախարարները, ովքեր հավատարիմ էին Սարգսյանին, հրաժարվում էին կատարել Մարգարյանի հրամանները։ Պատգամավորները, ովքեր կախված էին Սարգսյանի աջակցությունից, քվեարկում էին Մարգարյանի օրենքների դեմ։ Բիզնեսմենները, ովքեր կապված էին Սարգսյանի հետ, սկսեցին քարոզարշավ Մարգարյանի դեմ։ Մարգարյանը հասկացավ, որ նա պատերազում է ոչ թե մեկ մարդու դեմ, այլ ամբողջ համակարգի դեմ։ 2006 թվականի հունվարին Մարգարյանը կանչեց իր ամենամոտ խորհրդականներին, 5 մարդ, ովքեր աշխատել էին նրա հետ տասնամյակներ։ Նա ասաց նրանց, որ ունի կարևոր որոշում։ Նա ասաց, որ պատրաստվում է հեռացնել Սերժ Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնից։ Խորհրդականները շոկի մեջ էին։ Նրանք ասացին, որ սա շատ վտանգավոր է, որ Սարգսյանը չի ընդունի դա խաղաղ կերպով, որ սա կարող է հանգեցնել ճգնաժամի։ Բայց Մարգարյանը անսասան էր։ Նա ասաց, որ չունի այլ ընտրություն, որ Սարգսյանը խոչընդոտում է բոլոր բարեփոխումներին, որ երկիրը չի կարող առաջ շարժվել, եթե Սարգսյանը մնա իշխանության մեջ։ Խորհրդականներից մեկը, ով այժմ ապրում է արտերկրում եւ համաձայնեց խոսել մեզ հետ անանուն պայմանով, պատմում է, որ Մարգարյանը պատրաստել էր ամբողջական պլան Սարգսյանի հեռացման համար։ Նա պատրաստել էր փաստաթղթեր, որոնք ապացուցում էին Սարգսյանի կոռուպցիոն գործարքները։ Նա պատրաստել էր ցուցակ բարձրաստիճան սպաների, ովքեր պատրաստ էին աջակցել նրան։ Նա պատրաստել էր հրապարակային հայտարարություն, որտեղ բացատրում էր, թե ինչու է հեռացնում Սարգսյանին։ Նա պլանավորել էր հայտարարել դա մարտի 30-ին, 2007 թվականին։ Բայց նա երբեք չհասավ այդ օրվան։ Այս խորհրդականը պատմում է նաև, որ Մարգարյանը ստացել էր սպառնալիքներ փետրվարից սկսած։ Անանուն հեռախոսազանգեր, որտեղ ձայնը ասում էր, որ նա պետք է դադարեցնի իր պլանները։ Անանուն նամակներ, որտեղ գրված էր, որ նա վտանգի մեջ է։ Անանուն հաղորդագրություններ, որտեղ նախազգուշացվում էր, որ նրա ընտանիքը կարող է տուժել։ Բայց Մարգարյանը անտեսեց այդ սպառնալիքները։
Նա ասաց, որ սա սովորական վախեցնելու փորձ է, որ նա չի վախենում, որ նա կշարունակի իր պլանը։ Արդյոք սա սխալ էր։ Արդյոք նա պետք է լուրջ վերաբերվեր այդ սպառնալիքներին։ Մարտի 19-15 օր իր մահից առաջ Մարգարյանը հանդիպեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս հանդիպումը տևեց 3 ժամ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ քննարկվեց այնտեղ, բայց Քոչարյանի նախկին օգնականը, ով էր դռան մոտ, լսեց բարձրացած ձայներ։ Նա լսեց, թե ինչպես Մարգարյանը ասում էր, որ Սարգսյանը պետք է հեռանա։ Նա լսեց, թե ինչպես Քոչարյանը պատասխանում էր, որ սա շատ բարդ է, որ Սարգսյանը ունի շատ աջակիցներ բանակում։ Նա լսեց, թե ինչպես Մարգարյանը ասում էր, որ եթե Քոչարյանը չաջակցի նրան, նա ինքը կհրաժարական տա։ Նա լսեց, թե ինչպես Քոչարյանը լռում էր երկար ժամանակ, հետո ասում էր, որ կմտածի։ Երբ Մարգարյանը դուրս եկավ այդ հանդիպումից, նրա դեմքը հուսահատ էր։ Նա հասկացավ, որ Քոչարյանը չի աջակցի նրան։ Նա հասկացավ, որ նա մենակ է այս պայքարում։ Նա հասկացավ, որ եթե նա շարունակի, նա կկորցնի ամեն ինչ։ Բայց նա չդադարեցրեց։ Նա որոշեց շարունակել իր պլանը, նույնիսկ առանց Քոչարյանի աջակցության։ Արդյոք սա քաջություն էր, թե հիմարություն։ Մարտի 15-ին Մարգարյանը հանդիպեց իր 5 խորհրդականների հետ վերջին անգամ։ Նա ասաց նրանց, որ պատրաստ է հայտարարել Սարգսյանի հեռացման մասին մարտի 30-ին։ Նա ասաց, որ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բոլոր անհրաժեշտ ապացույցները, բոլոր անհրաժեշտ աջակիցները։ Նա ասաց, որ վստահ է, որ կհաջողի։ Բայց խորհրդականները չէին այդքան վստահ։ Նրանք տեսնում էին, թե ինչպես իրավիճակը դառնում է ավելի վտանգավոր ամեն օր։ Նրանք տեսնում էին, թե ինչպես Սարգսյանի մարդիկը պատրաստվում են ինչ-որ բանի։ Նրանք տեսնում էին, թե ինչպես Մարգարյանը մտնում է թակարդի մեջ։ Մարտի 20-ին, 5 օր իր մահից առաջ, Մարգարյանը ստացավ վերջին նախազգուշացումը։ Անանուն հեռախոսազանգ, որտեղ ձայնը ասաց՝ «Դադարեցրեք, մինչև չուշացել է»։ Մարգարյանը հարցրեց. «Ո՞վ է խոսում»։ Ձայնը պատասխանեց. «Ընկեր, ով ուզում է փրկել ձեզ»։ Մարգարյանը հարցրեց. «Փրկել ինչից»։ Ձայնը պատասխանեց. «Ձեր սեփական հիմարությունից»։ Հետո գիծը գտրվեց։ Մարգարյանը փորձեց հետ զանգահարել, բայց համարը անհասանելի էր։ Նա պատմեց այդ զանգի մասին իր անվտանգության ծառայությանը, բայց նրանք չկարողացան գտնել, թե ով էր զանգահարել։ Մարտի 23-ին, 2 օր իր մահից առաջ, Մարգարյանը գրեց վերջին գրառումը իր անձնական օրագրում։ Այս օրագիրը, որը անհետացավ նրա մահից հետո, պարունակում էր նրա ամենաանձնական մտքերը, նրա վախերը, նրա հույսերը։ Բայց մի մարդ, ով տեսավ այդ օրագիրը մարտի 24-ին, հիշում է վերջին գրառումը։ Այն ասում էր. «Գիտեմ, որ վտանգի մեջ եմ։ Գիտեմ, որ նրանք ուզում են կանգնեցնել ինձ։ Բայց ես չեմ կարող դադարել։ Ես պարտավոր եմ երկրիս, ես պարտավոր եմ ժողովրդիս, ես պարտավոր եմ ինձ։ Եթե ինչ-որ բան պատահի ինձ, թող բոլորը իմանան, ես չվախեցա։ Ես պայքարեցի մինչև վերջ»։ Արդյոք Մարգարյանը գիտեր, որ նրան մնացել է միայն 2 օր։ Արդյոք նա զգում էր, որ վերջը մոտ է։ Արդյոք նա գրեց այդ խոսքերը որպես վերջին կտակ։ Մենք երբեք չենք իմանա։ Բայց մենք գիտենք մեկ բան՝ Մարգարյանը չվախեցավ։ Նա շարունակեց իր պայքարը մինչև վերջին շունչը։ Մարտի 24-ին, 1 օր իր մահից առաջ, Մարգարյանը հանդիպեց իր ընտանիքի հետ։ Նրա կինը Հրանուշը, նրա 2 որդիները, Տիգրանը և Արամը, նրա 4 թոռները։ Նրանք ճաշեցին միասին, խոսեցին, ծիծաղեցին։ Հրանուշը հետո պատմեց, որ Մարգարյանը այդ երեկո տարբեր էր։ Նա ավելի քնքուշ էր, ավելի ուշադիր էր, ավելի սիրող էր։ Նա գրկեց իր թոռներին ավելի երկար, քան սովորաբար։ Նա համբուրեց իր կնոջը ավելի նուրբ, քան սովորաբար։ Նա ասաց իր որդիներին, որ հպարտ է նրանցով, ավելի հաճախ, քան սովորաբար։ Հրանուշը մտածեց, որ գուցե նա պարզապես լավ տրամադրության մեջ է։ Բայց հետո, երբ ամեն ինչ տեղի ունեցավ, նա հասկացավ, որ Մարգարյանը հրաժեշտ էր տալիս։ Երեկոյան, երբ ընտանիքը հեռացավ, Մարգարյանը նստեց իր գրասենյակում և բացեց իր օրագիրը։ Նա գրեց վերջին էջը։ Նա գրեց իր վախերի մասին, իր հույսերի մասին, իր երազանքների մասին։ Նա գրեց, որ եթե ինչ-որ բան պատահի նրան, նա ուզում է, որ նրա ընտանիքը իմանա, որ նա սիրում էր նրանց ավելի, քան ցանկացած բան աշխարհում։
Նա գրեց, որ եթե ինչ-որ բան պատահի նրան, նա ուզում է, որ Հայաստանի ժողովուրդը իմանա, որ նա ծառայեց նրանց ամբողջ սրտով։ Նա գրեց, որ եթե ինչ-որ բան պատահի նրան, նա ուզում է, որ ճշմարտությունը բացահայտվի։ Հետո նա փակեց օրագիրը եւ գնաց քնելու։ Մարտի 25-ի առավոտը Մարգարյանը արթնացավ 6-ին, ինչպես միշտ։ Նա զանգահարեց դոկտոր Գրիգորյանին, ով ժամանեց 20 րոպե անց։ Զննումը ցույց տվեց, որ ճնշումը 140/80-ի վրա է, զարկերակը 85։ Ոչինչ անսովոր։ Բայց Մարգարյանը 3 անգամ հարցրեց Գրիգորյանին, արդյոք ամեն ինչ կարգին է։ Գրիգորյանը պատասխանեց, որ այո, բայց նա պետք է շարունակի ընդունել դեղերը եւ խուսափի սթրեսից։ Մարգարյանը գլուխ շարժեց, բայց երկուսն էլ գիտեին, որ սա անհնար է։ Այդ օրը Մարգարյանը պետք է հայտարարեր իր վերջնական որոշումը Սարգսյանի հեռացման մասին։ Սթրեսը անխուսափելի էր։ Ժամը 9:30-ին Մարգարյանը նախաճաշեց։ Նա կերավ կեսը օվսյանկայից, խմեց կեսը հյութից եւ թողեց սուրճը չխմած։ Վարդանը նկատեց դա եւ անհանգստացավ։ Բայց Մարգարյանը ժպտաց եւ ասաց, որ ամեն ինչ կատարյալ է, պարզապես նա այսօր ոչ շատ սովածություն ունի։ Հետո նա վերցրեց 2 դեղահատերը, որոնք Վարդանը դրել էր ափսեի վրա, եւ կուլ տվեց դրանք մի կում ջրով։ Սրանք էին վերջին դեղահատերը, որոնք նա ընդունեց իր կյանքում։ Ժամը 12-ին Մարգարյանը մեկնեց կառավարության նիստի։ Նա վերցրեց իր սովորական պայուսակը, ծև կաշվե, որը պարունակում էր փաստաթղթեր, որոնք նա պատրաստել էր Սարգսյանի հեռացման համար։ Նա վերցրեց իր օրագիրը, որտեղ գրված էր նրա վերջին մտքերը։ Նա վերցրեց իր հեռախոսը, որտեղ պահպանված էին կարևոր հաղորդագրություններ։ Նա քայլեց դեպի դուռը, դանդաղ, ծանր, ինչպես թե նա գիտեր, որ սա նրա վերջին ճանապարհն է։ Կառավարության նիստը սկսվեց ժամը 12:30-ին։ Մարգարյանը նստեց իր սովորական տեղում եւ սկսեց նիստը։ Նա խոսեց տնտեսական հարցերի մասին, բյուջեի մասին, ծրագրերի մասին։ Բայց բոլորը զգում էին, որ նա սպասում է ինչ-որ բանի։ Բոլորը զգում էին, որ նա պատրաստվում է հայտարարել ինչ-որ կարևոր բան։ Լարվածությունը սենյակում աճում էր ամեն րոպե։ Ժամը 1:20-ին Մարգարյանը հանկարծ դադարեցրեց խոսքը։ Նա դրեց ձեռքը կրծքավանդակի վրա եւ խորը շնչեց։ Ֆինանսների նախարարը անմիջապես հարցրեց, արդյոք ամեն ինչ կարգին է։ Մարգարյանը գլուխ շարժեց եւ ասաց, որ պարզապես մի փոքր հոգնած է։ Նա շարունակեց նիստը, բայց նրա ձայնը արդեն այլ էր, ավելի թույլ, ավելի դանդաղ։ Նրա դեմքը սպիտակեց, նրա շրթունքները կապույտացան, նրա ձեռքերը դողացին։ Բայց նա շարունակեց։ Նա ուզում էր ավարտել այն, ինչ սկսել էր։ Ժամը 1:45-ին Մարգարյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում։ Նա ելավ սենյակից եւ գնաց իր անձնական գրասենյակ։ 2 պահակ հետևեցին նրան, բայց մնացին դռան մոտ։ Մարգարյանը փակեց դուռը եւ նստեց իր աթոռին։ Նա բացեց իր պայուսակը եւ հանեց օրագիրը։ Նա սկսեց գրել վերջին էջը։ Բայց նրա ձեռքերը դողում էին այնքան ուժեղ, որ նա չէր կարողանում պահել գրիչը։ Նա փորձեց կենտրոնանալ, բայց ցավը կրծքավանդակում ուժեղանում էր ամեն վայրկյան։ Տեսախցիկների տեսագրությունները, որոնք հետո ջնջվեցին, ցույց էին տալիս, թե ինչպես Մարգարյանը նստեց աթոռին եւ գրեց մոտավորապես 3 րոպե։ Հետո նա դադարեցրեց եւ նայեց պատուհանից։ Նրա դեմքի արտահայտությունը տարօրինակ էր, ոչ վախեցած, ոչ անհանգստացած, պարզապես խորապես մտածող։ Հետո նա վերադարձավ օրագրին եւ գրեց մի էջ։ Ինչ էր նա գրում այդ վերջին րոպեներին։ Ինչ էր նա ուզում ասել աշխարհին։ Մենք երբեք չենք իմանա, որովհետև այդ օրագիրը անհետացավ։ Ժամը 2-ին Մարգարյանը փակեց օրագիրը եւ դրեց այն պայուսակի մեջ։ Նա կանգնեց եւ քայլեց դեպի դուռը։ Բայց հանկարծ նա կանգ առավ։ Նրա ձեռքը գնաց կրծքավանդակին։ Նա կանգնեց այնպես մոտավորապես 5 վայրկյան, հետո շարունակեց քայլել։ Երբ նա բացեց դուռը, պահակները ոչինչ անսովոր չնկատեցին։ Մարգարյանը վերադարձավ նիստերի սենյակ եւ նստեց իր տեղում։ Նա նայեց շուրջը, բոլոր նախարարներին, բոլոր պաշտոնյաներին, բոլոր մարդկանց, ովքեր աշխատում էին նրա հետ։ Նա ժպտաց։ Սա էր նրա վերջին ժպիտը։ Ժամը 2:10 րոպեին Մարգարյանը սկսեց խոսել։ Նա ասաց, որ ունի կարևոր հայտարարություն։ Նա ասաց, որ երկիրը կարիք ունի փոփոխությունների։
Նա ասաց, որ կոռուպցիան պետք է դադարի։ Նա ասաց, որ անարդարությունը պետք է վերջանա։ Նա ասաց, որ նա պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա ավելի լավ երկիր։ Բայց հետո նա դադարեցրեց խոսքը։ Նա դրեց ձեռքը սեղանի վրա և փակեց աչքերը։ Պաշտպանության նախարարը անմիջապես ելավ և մոտեցավ նրան։ Մարգարյանը բացեց աչքերը և փորձեց ինչ-որ բան ասել։ Նրա շրթունքները շարժվում էին, բայց ձայն չկար։ Ֆինանսների նախարարը վազեց դեպի դուռը և գոչեց պահակներին։ Երկու պահակ վազեցին ներս, մեկը անմիջապես զանգահարեց շտապ օգնության, մյուսը սկսեց անել սրտի մերսում։ Բժիշկները ժամանեցին 7 րոպեում, բայց արդեն ուշ էր։ Անդրանիկ Մարգարյանը մահացավ ժամը 2:17-ին, 2007 թվականի մարտի 25-ին։ Նա մահացավ առանց ասելու այն, ինչ ուզում էր ասել։ Նա մահացավ առանց ավարտելու այն, ինչ սկսել էր։ Նա մահացավ առանց տեսնելու այն Հայաստանը, որի համար պայքարում էր։ Բայց արդյոք սա իսկապես սրտի կաթված էր։ Արդյոք սա իսկապես բնական էր։ Արդյոք սա իսկապես պատահական էր։ Դուք արդեն գիտեք պատասխանը։ Դուք արդեն լսեցիք Վարդանի պատմությունը։ Դուք արդեն տեսաք կասկածները։ Բայց դեռ կան ավելի շատ բաներ, որոնք դուք պետք է իմանաք։ Դեռ կան ավելի շատ գաղտնիքներ, որոնք պետք է բացահայտվեն։ Եվ մենք կշարունակենք պատմել, մինչև ամբողջ ճշմարտությունը դուրս գա լույս։ Մարգարյանի մահից անմիջապես հետո սկսվեց տարօրինակ բաներ։ Նրա գրասենյակը կնքվեց անվտանգության ծառայության կողմից։ Նրա պայուսակը, որը պարունակում էր օրագիրը և կարևոր փաստաթղթերը, վերցվեց անվտանգության նկատառումներից ելնելով։ Նրա հեռախոսը, որը պարունակում էր հաղորդագրություններ և զանգեր, ջնջվեց տեխնիկական սխալի պատճառով։ Նրա համակարգիչը, որը պարունակում էր էլեկտրոնային նամակներ և ֆայլեր, ֆորմատավորվեց վիրուսի պատճառով։ Ամեն ինչ, որ կարող էր պարունակել ապացույցներ, անհետացավ մի քանի ժամում։ Մարգարյանի ընտանիքը պահանջեց անկախ փորձաքննություն։ Նրանք ուզում էին իմանալ, թե ինչ իսկապես պատահեց։ Նրանք ուզում էին տեսնել բժշկական հաշվետվությունները, տեսախցիկների տեսագրությունները, անվտանգության մատյանները։ Բայց նրանց ասացին, որ սա անհնար է։ Նրանց ասացին, որ բոլոր փաստաթղթերը գաղտնի են։ Նրանց ասացին, որ անկախ փորձաքննությունը կվտանգի ազգային անվտանգությունը։ Ինչպես մի մարդու մահը կարող է վտանգել ազգային անվտանգությունը։ Հրանուշը, Մարգարյանի կինը, չդադարեցրեց պայքարը։ Նա գնաց դատարան, բայց դատարանը մերժեց նրա հայցը։ Նա գնաց դեպի մամուլը, բայց մամուլը անտեսեց նրա պատմությունը։ Նա գնաց դեպի միջազգային կազմակերպություններ, բայց նրանք ասացին, որ չեն կարող միջամտել ներքին գործերին։ Նա պայքարեց 3 տարի, բայց վերջապես հանձնվեց։ Նա հասկացավ, որ համակարգը չափազանց հզոր է, որ ճշմարտությունը չափազանց վտանգավոր է, որ նա չափազանց թույլ է։ Նա դադարեցրեց խոսել հանրությանը։ Բայց նա երբեք չմոռացավ։ Տիգրանը և Արամը, Մարգարյանի որդիները, փորձեցին շարունակել հոր գործը։ Նրանք միացան հանրապետական կուսակցությանը, հույս ունենալով, որ կկարողանան փոխել համակարգը ներսից։ Բայց նրանք արագ հասկացան, որ կուսակցությունը այլևս նույնը չէ։ Սերժ Սարգսյանը վերափոխել էր այն իր անձնական գործիքի։ Բոլոր հին անդամները, ովքեր հավատարիմ էին Մարգարյանին, հեռացվել էին կամ լռեցվել էին։ Նոր անդամները, ովքեր հավատարիմ էին Սարգսյանին, վերահսկում էին ամեն ինչ։ Տիգրանը և Արամը հասկացան, որ նրանք ոչինչ չեն կարող անել։ Նրանք հեռացան կուսակցությունից 2009 թվականին և հեռացան քաղաքականությունից։ Բայց մի մարդ չդադարեցրեց պայքարը։ Դոկտոր Գրիգորյանը, Մարգարյանի անձնական բժիշկը, ապրեց 10 տարի մեղավորության զգացումով։ Նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ էր այդ դեղահատերի հետ։ Նա գիտեր, որ ինչ-որ մեկը փոխել էր դրանք։ Նա գիտեր, որ նա մասնակից էր դարձել ինչ-որ սարսափելի բանի։ Բայց նա վախենում էր խոսել։ Նա վախենում էր, որ եթե նա պատմի ճշմարտությունը, նա կկորցնի ամեն ինչ՝ իր աշխատանքը, իր ընտանիքը, իր կյանքը։ 2017 թվականին դոկտոր Գրիգորյանը հիվանդացավ։ Բժիշկները ախտորոշեցին նրան քաղցկեղ, վերջին փուլ։ Նրանք ասացին, որ նրան մնացել է 6 ամիս։ Գրիգորյանը հասկացավ, որ սա նրա վերջին հնարավորությունն է խոսելու։ Նա հասկացավ, որ եթե նա չխոսի հիմա, ճշմարտությունը կմնա թաքնված հավերժ։
Նա հասկացավ, որ նա պարտավոր է Մարգարյանին, նա պարտավոր է Հայաստանին, նա պարտավոր է ինքն իրեն։ Գրիգորյանը կապվեց մի լրագրողի հետ, ով հայտնի էր իր հետաքննական աշխատանքներով։ Նա ասաց, որ ունի կարևոր տեղեկություններ Մարգարյանի մահվան մասին։ Նա ասաց, որ պատրաստ է պատմել ամեն ինչ, բայց միայն մեկ պայմանով՝ նրա անունը չպետք է հրապարակվի, մինչև նա մեռնի։ Լրագրողը համաձայնեց։ Նրանք հանդիպեցին գաղտնի վայրում, փոքրիկ բնակարանում Երանի արվարձաններում։ Հանդիպումը տևեց 4 ժամ։ Գրիգորյանը պատմեց ամեն ինչ։ Նա պատմեց, թե ինչպես գնդապետ Սարգսյանը հանդիպեց նրա հետ փետրվարի 25-ին և խնդրեց նրան օգնել երկրին։ Նա պատմեց, թե ինչպես Սարգսյանը բացատրեց, որ Մարգարյանը վտանգում է ազգային անվտանգությունը իր անխոհեմ բարեփոխումներով։ Նա պատմեց, թե ինչպես Սարգսյանը ասաց, որ Մարգարյանը պետք է հանգստանա մի քանի ամիս, մինչև իրավիճակը կայունանա։ Նա պատմեց, թե ինչպես Սարգսյանը առաջարկեց նրան հատուկ դեղեր, որոնք կհանգեցնեն թեթև սրտի նոպայի, որը կկարգավորվի մի քանի շաբաթում։ Գրիգորյանը ասաց, որ նա հրաժարվեց։ Նա ասաց, որ սա անբարոյական է, որ սա վտանգավոր է, որ նա չի կարող անել դա։ Բայց Սարգսյանը պնդեց։ Նա ասաց, որ եթե Գրիգորյանը չօգնի, ավելի վատ բաներ կարող են տեղի ունենալ։ Նա ասաց, որ Մարգարյանի կյանքը վտանգի մեջ է, և միակ ճանապարհը փրկելու նրան, հանգստացնելն է մի քանի ամիս։ Նա ասաց, որ եթե Գրիգորյանը չհամաձայնվի, նա կկորցնի իր աշխատանքը, իր լիցենզիան, իր ապագան։ Գրիգորյանը վախեցավ։ Նա համաձայնեց։ Մարտի 23-ին Գրիգորյանը ստացավ հատուկ դեղեր գնդապետ Սարգսյանից։ Դրանք նման էին սովորական սրտի դեղերի, բայց ավելի ուժեղ։ Սարգսյանը ասաց, որ Գրիգորյանը պետք է փոխարինի Մարգարյանի սովորական դեղերը այս նորերով։ Նա ասաց, որ դեղերը կհանգեցնեն թեթև սրտի նոպայի մի քանի օր անց, բայց ոչինչ լուրջ։ Նա ասաց, որ Մարգարյանը կհիվանդանա, կհանգստանա մի քանի շաբաթ և հետո կվերադառնա աշխատանքի։ Գրիգորյանը հավատաց նրան։ Կամ գուցե նա ուզում էր հավատալ։ Մարտի 24-ին Գրիգորյանը հանդիպեց գնդապետ Սարգսյանի հետ կրկին։ Սարգսյանը տվեց նրան փոքրիկ փաթեթ, սպիտակ թղթով փաթաթված։ Ներսում էին նոր դեղեր, 10 շիշ, ճիշտ նույնը, ինչպես Մարգարյանի սովորական դեղերը։ Սարգսյանը ասաց, որ Գրիգորյանը պետք է դնի այս դեղերը կապույտ տուփի մեջ և թողնի խոհանոցում մարտի 25-ի առավոտ։ Նա ասաց, որ ամեն ինչ պետք է թվա բնական, որ ոչ ոք չպետք է կասկածի։ Գրիգորյանը համաձայնեց։ Նա արեց ճիշտ այնպես, ինչպես ասվեց նրան։ Բայց Գրիգորյանը չգիտեր, որ այդ դեղերը ոչ թե հանգեցնելու էին թեթև սրտի նոպայի։ Նա չգիտեր, որ այդ դեղերը ոչ թե հանգստացնելու էին Մարգարյանին։ Նա չգիտեր, որ այդ դեղերը սպանելու էին Մարգարյանին։ Նա հասկացավ դա միայն երբ լսեց, որ Մարգարյանը մահացել է։ Նա հասկացավ, որ նա դարձել էր սպանության գործիք։ Նա հասկացավ, որ նա սպանել է մարդուն, ում նա երդվել էր պաշտպանել։ Գրիգորյանը փորձեց գնալ ոստիկանություն, բայց գնդապետ Սարգսյանը կանխեց նրան։ Սարգսյանը ասաց, որ եթե Գրիգորյանը խոսի, նա կմեղադրվի սպանության մեջ։ Նա ասաց, որ ոչ ոք չի հավատա նրան, որ բոլորը կմտածեն, որ նա փորձում է թաքցնել իր սեփական սխալը։ Նա ասաց, որ Գրիգորյանի ընտանիքը կտուժի, նրա կարիերան կավարտվի, նրա կյանքը կավերվի։ Գրիգորյանը վախեցավ։ Նա լռեց։ Նա ապրեց 10 տարի այդ գաղտնիքի հետ, 10 տարի այդ մեղավորության զգացումի հետ, 10 տարի այդ ցավի հետ։ Բայց հիմա, երբ նա մահվան մոտ է, նա պատրաստ է խոսել։ Նա պատրաստ է պատմել ճշմարտությունը։ Նա պատրաստ է ընդունել իր մեղքը։ Նա ասաց լրագրողին, որ ունի ապացույցներ, հեռախոսազանգերի գրառումներ, հաղորդագրություններ, նամակներ։ Նա ասաց, որ պահպանել է դրանք 10 տարի, սպասելով ճիշտ պահին։ Նա ասաց, որ հիմա ճիշտ պահն է։ Նա ասաց, որ ուզում է, որ Հայաստանի ժողովուրդը իմանա ճշմարտությունը, նախքան նա մեռնի։ Լրագրողը վերցրեց ապացույցները և սկսեց հետաքննել։ Նա ստուգեց հեռախոսազանգերի գրառումները, դրանք իսկական էին։ Նա ստուգեց հաղորդագրությունները, դրանք իսկական էին։ Նա ստուգեց նամակները, դրանք իսկական էին։ Նա հարցաքննեց այլ ականատեսների, նրանց պատմությունները համընկնում էին Գրիգորյանի պատմության հետ։ Նա հավաքեց բավականաչափ ապացույցներ, որպեսզի հրապարակի պատմությունը։
Բայց 2 օր առաջ, քան նա պատրաստվում էր հրապարակել հոդվածը, դոկտոր Գրիգորյանը մահացավ։ Պաշտոնական տարբերակով նա մահացավ քաղցկեղից։ Բայց լրագրողը կասկածում է։ Նա կասկածում է, որ Գրիգորյանի մահը չափազանց հարմար էր, չափազանց ժամանակին, չափազանց կասկածելի։ Նա կասկածում է, որ ինչ-որ մեկը իմացավ, որ Գրիգորյանը խոսում է, եւ որոշեց լռեցնել նրան։ Բայց նա չունի ապացույցներ։ Նա ունի միայն կասկածներ։ Լրագրողը հրապարակեց հոդվածը 2018 թվականի ապրիլին։ Հոդվածը պարունակում էր Գրիգորյանի ամբողջական խոստովանությունը, բոլոր ապացույցները, բոլոր ականատեսների վկայությունները։ Հոդվածը պահանջում էր նոր հետաքննություն Մարգարյանի մահվան մասին։ Հոդվածը պահանջում էր արդարություն։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Պաշտոնական իշխանությունները անտեսեցին հոդվածը։ Նրանք ասացին, որ սա կեղծ լուր է, որ սա քաղաքական մոտիվացված է, որ սա վտանգում է ազգային անվտանգությունը։ Նրանք սպառնացին լրագրողին դատական հետապնդումով, եթե նա շարունակի տարածել սուտ տեղեկություններ։ Նրանք փակեցին նրա կայքը, արգելափակեցին նրա սոցիալական ցանցերի էջերը, սպառնացին նրա ընտանիքին։ Լրագրողը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։ Նա հիմա ապրում է արտերկրում, շարունակելով իր հետաքննությունը, շարունակելով պայքարել ճշմարտության համար։ Բայց պատմությունը չդադարեցավ այնտեղ։ Մարդիկը սկսեցին խոսել։ Նրանք սկսեցին կիսվել հոդվածով սոցիալական ցանցերում։ Նրանք սկսեցին քննարկել Մարգարյանի մահը։ Նրանք սկսեցին հարցեր տալ։ Նրանք սկսեցին պահանջել պատասխաններ։ Եվ իշխանությունները չէին կարողանում լռեցնել բոլորին։ Նրանք չէին կարողանում ջնջել ճշմարտությունը։ Նրանք չէին կարողանում կանգնեցնել պայքարը։ 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ Ժողովուրդը դուրս եկավ փողոցներ եւ պահանջեց փոփոխություններ։ Նրանք պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Նրանք պահանջեցին նոր ընտրություններ։ Նրանք պահանջեցին արդարություն։ Եվ նրանք հաղթեցին։ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 23-ին։ Նոր կառավարություն ձևավորվեց։ Նոր դարաշրջան սկսվեց Հայաստանում։ Բայց արդյոք արդարությունը վերականգնվեց։ Արդյոք Մարգարյանի մահը հետաքննվեց։ Արդյոք մեղավորները պատժվեցին։ Ոչ։ Նոր կառավարությունը ասաց, որ նրանք կենտրոնանում են ապագայի վրա, ոչ թե անցյալի։ Նրանք ասացին, որ հին վիրավորությունները պետք է բուժվեն, ոչ թե բացվեն կրկին։ Նրանք ասացին, որ երկիրը կարիք ունի միասնության, ոչ թե բաժանման։ Եվ Մարգարյանի գործը մնաց փակ։ Բայց Վարդանը, խոհարարը, չմոռացավ։ Նա ապրեց 17 տարի այդ գաղտնիքի հետ, սպասելով ճիշտ պահին խոսելու։ Եվ հիմա, երբ նա հիվանդ է, երբ նրան մնացել է 6 ամիս, նա պատրաստ է պատմել իր պատմությունը։ Նա պատրաստ է պատմել այն, ինչ տեսել է այդ առավոտ։ Նա պատրաստ է պատմել այդ տուփի մասին, այդ դեղահատերի մասին, այդ ջնջված տեսագրության մասին։ Նա պատրաստ է պատմել ճշմարտությունը։ Եվ մենք, որպես լրագրողներ, պարտավոր ենք պատմել նրա պատմությունը։ Մենք պարտավոր ենք բացահայտել ճշմարտությունը։ Մենք պարտավոր ենք պահանջել արդարություն։ Որովհետև Անդրանիկ Մարգարյանը արժանի է արդարության։ Հայաստանի ժողովուրդը արժանի է ճշմարտության։ Եվ պատմությունը արժանի է իմանալու, թե ինչ իսկապես տեղի ունեցավ 2007 թվականի մարտի 25-ին։ Արդյոք դուք պատրաստ եք լսել մնացած պատմությունը։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ, թե ինչ տեղի ունեցավ այն փաստաթղթերի հետ, որոնք Մարգարյանը պատրաստել էր Սարգսյանի հեռացման համար։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ, թե ով էին այն մարդիկը, ովքեր օգնեցին ծածկել ճշմարտությունը։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ, թե ինչ է գրված Մարգարյանի վերջին օրագրի էջերում, որոնք երբեք չեն հրապարակվել։ Մնացեք մեզ հետ, որովհետև պատմությունը դեռ չի ավարտվել։ 2019 թվականի մայիսին, 1 տարի հեղափոխությունից հետո, Հայաստանի ազգային արխիվում տեղի ունեցավ ինչ-որ տարօրինակ բան։ Գիշերվա ժամերգությամբ, երբ բոլոր աշխատակիցները հեռացել էին, ինչ-որ մեկը մտավ շենք եւ անցավ ուղղակի դեպի հատուկ պահպանման բաժին։ Այս բաժինը պարունակում էր ամենազգայուն փաստաթղթերը, պետական գաղտնիքներ, անվտանգության հաշվետվություններ, բարձրաստիճան պաշտոնյաների անձնական գործեր։ Մուտքը այնտեղ ուներ միայն 3 մարդ՝ արխիվի տնօրենը, նրա տեղակալը եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը։
Առավոտյան, երբ աշխատակիցները ժամանեցին, նրանք նկատեցին, որ հատուկ պահպանման բաժնի դուռը բաց է։ Ներսում ամեն ինչ շփոթված էր, դարակները բացված, թղթապանակները ցրված, փաստաթղթերը հատակին։ Բայց ամենատարօրինակը այն էր, որ անվտանգության տեսախցիկները չէին գրանցել ոչինչ։ Տեսագրությունները ցույց էին տալիս դատարկ միջանցքներ, փակ դռներ, լուռ գիշեր։ Ինչպես թե ոչ ոք չէր եղել այնտեղ։ Բայց ինչ-որ մեկը եղել էր։ Եվ այդ մեկը փնտրում էր ինչ-որ բան։ Արխիվի տնօրենը, տիկին Աստղիկ Գրիգորյանը, անմիջապես զանգահարեց ոստիկանությանը։ Եկավ հետաքննական խումբ, ստուգեց ամեն ինչ, վերցրեց մատնահետքեր, հարցաքննեց աշխատակիցներին։ Բայց նրանք ոչինչ չգտան։ Ոչ մատնահետքեր, ոչ ապացույցներ, ոչ ականատեսներ։ Գործը փակվեց 2 շաբաթ անց, որպես անհայտ անձանց կողմից կատարված ներխուժում։ Բայց տիկին Գրիգորյանը չհանգստացավ։ Նա գիտեր, որ ինչ-որ բան կորել էր։ Նա պետք է պարզեր, ինչ։ Նա անցկացրեց 3 ամիս, ստուգելով յուրաքանչյուր թղթապանակ, յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր գրառում։ Նա համեմատեց ցուցակները, որոնք պահպանվում էին համակարգչում, այն փաստաթղթերի հետ, որոնք մնացել էին դարակներում։ Եվ վերջապես նա գտավ։ Մեկ թղթապանակ բացակայում էր։ Թղթապանակ համար 154 գծիկ 2007։ Թղթապանակ, որը պարունակում էր Անդրանիկ Մարգարյանի վերջին 6 ամսվա պաշտոնական թղթակցությունը։ Տիկին Գրիգորյանը հիշեց այդ թղթապանակը։ Նա ինքը էր ընդունել այն 2008 թվականի հունիսին, երբ կառավարությունը փոխանցեց Մարգարյանի արխիվը պետական պահպանության։ Թղթապանակը հաստ էր, մոտավորապես 200 էջ։ Այն պարունակում էր նամակներ, հաշվետվություններ, հուշագրեր, որոշումներ։ Տիկին Գրիգորյանը չէր կարդացել դրանք, դա չէր թույլատրվում։ Բայց նա հիշում էր, որ թղթապանակի կողքին կցված էր կարմիր-պիտակ գաղտնի։ Հատուկ թույլտվություն։ Սա նշանակում էր, որ փաստաթղթերը կարող էին կարդալ միայն նախագահը, վարչապետը և ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Տիկին Գրիգորյանը զեկուցեց բացակայության մասին իր վերադասներին։ Նրանք ասացին, որ կհետաքննեն։ Բայց 2 ամիս անց նրանք ասացին, որ թղթապանակը հավանաբար սխալմամբ տեղափոխվել է այլ բաժին։ Նրանք ասացին, որ կգտնեն այն։ Բայց նրանք երբեք չգտան։ Կամ գուցե նրանք չուզեցին գտնել։ Տիկին Գրիգորյանը հասկացավ, որ ինչ-որ մեկը շատ հզոր ուզում էր, որ այդ փաստաթղթերը չհրապարակվեն։ Բայց ինչու՞։ Ինչ էր այդ թղթապանակում, որ այդքան վտանգավոր էր։ 2020 թվականի սեպտեմբերին տիկին Գրիգորյանը ստացավ անանուն նամակ։ Նամակը պարունակում էր 1 էջ, լուսապատճեն փաստաթղթից, որը ակնհայտորեն եկել էր այն կորած թղթապանակից։ Փաստաթուղթը հուշագիր էր, գրված Մարգարյանի ստորագրությամբ, ուղղված նախագահ Քոչարյանին, թվագրված 2007 թվականի փետրվարի 10-ը։ Հուշագիրը սկսվում էր այսպես. «Հարգելի պարոն նախագահ, ստիպված եմ հայտնել ձեզ իմ խորը անհանգստությունը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գործունեության վերաբերյալ»։ Հուշագիրը շարունակվում էր 12 պարբերությամբ, որտեղ Մարգարյանը մանրամասն նկարագրում էր Սարգսյանի կոռուպցիոն գործարքները։ Նա նշում էր կոնկրետ ընկերություններ, որոնք վերահսկվում էին Սարգսյանի ընտանիքի անդամների կողմից։ Նա նշում էր կոնկրետ պայմանագրեր, որոնք շահագործվել էին անօրինական եկամուտներ ստանալու համար։ Նա նշում էր կոնկրետ բանկային հաշիվներ, որտեղ պահվում էին այդ գումարները։ Նա նշում էր կոնկրետ բարձրաստիճան սպաներ, ովքեր մասնակցում էին այս սխեմաներին։ Եվ նա ավարտում էր այսպես. «Խնդրում եմ ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման համար։ Եթե անհրաժեշտ է, պատրաստ եմ ներկայացնել լրացուցիչ ապացույցներ»։ Տիկին Գրիգորյանը կարդաց հուշագիրը 3 անգամ։ Նա հասկացավ, որ սա պայթուցիկ նյութ է։ Սա ապացույց էր, որ Մարգարյանը իսկապես պատրաստվում էր հեռացնել Սարգսյանին։ Սա ապացույց էր, որ Մարգարյանը ուներ կոնկրետ տվյալներ Սարգսյանի դեմ։ Սա ապացույց էր, որ Մարգարյանի մահը հնարավոր է չէր պատահական։ Բայց ով էր ուղարկել այս նամակը։ Եվ ինչու հենց հիմա։ Տիկին Գրիգորյանը որոշեց չտալ այս փաստաթուղթը պաշտոնական իշխանություններին։ Նա վախենում էր, որ այն կկորի, ինչպես կորել էր ամբողջ թղթապանակը։ Նա որոշեց տալ այն լրագրողին, ով հրապարակել էր դոկտոր Գրիգորյանի խոստովանությունը։ Նա գտավ նրա կոնտակտները և ուղարկեց նրան հաղորդագրություն։ Նրանք հանդիպեցին գաղտնի վայրում, փոքրիկ սրճարանում Երանի արվարձաններում։
Տիկին Գրիգորյանը տվեց լրագրողին լուսապատճենը և պատմեց կորած թղթապանակի մասին։ Լրագրողը, որի անունը Արման Պետրոսյանն է, սկսեց հետաքննել։ Նա փորձեց գտնել հուշագրի բնօրինակը, բայց այն չկար Քոչարյանի արխիվում։ Նա փորձեց գտնել Մարգարյանի պատասխանը, բայց այն չկար կառավարության արխիվում։ Նա փորձեց հարցաքննել Քոչարյանին, բայց նա հրաժարվեց պատասխանել։ Նա փորձեց հարցաքննել Սարգսյանին, բայց նա նույնպես հրաժարվեց։ Բայց Արմանը չդադարեցրեց։ Նա գիտեր, որ ճշմարտությունը ինչ-որ տեղ է, և նա պետք է գտներ այն։ 2021 թվականի հունվարին Արմանը ստացավ երկրորդ անանուն նամակ։ Այս անգամ նամակը պարունակում էր ավելի շատ բան՝ 15 էջ լուսապատճեններ փաստաթղթերից, որոնք ակնհայտորեն եկել էին այդ կորած թղթապանակից։ Փաստաթղթերը ներառում էին Մարգարյանի նամակը Քոչարյանին մարտի 15-ին, որտեղ նա կրկին պահանջում էր Սարգսյանի հեռացումը։ Քոչարյանի պատասխանը մարտի 19-ը, որտեղ նա ասում էր, որ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ գնահատելու իրավիճակը։ Մարգարյանի հուշագիրը մարտի 20-ին, որտեղ նա գրում էր. «Եթե դուք չեք աջակցում ինձ այս հարցում, ես ստիպված կլինեմ հրաժարական տալ»։ Եվ վերջին փաստաթուղթը, Մարգարյանի անձնական նշումը մարտի 23-ին, որտեղ նա գրում էր. «Վերջնական որոշում կայացրել եմ։ Մարտի 30-ին կհայտարարեմ Սարգսյանի հեռացման մասին, անկախ նախագահի դիրքորոշումից»։ Արմանը հասկացավ, որ այս փաստաթղթերը ապացուցում են, որ Մարգարյանը իսկապես պատրաստվում էր հեռացնել Սարգսյանին։ Նա հասկացավ, որ Սարգսյանը գիտեր այդ մասին։ Նա հասկացավ, որ Սարգսյանը ուներ շահ կանխելու Մարգարյանին։ Բայց արդյոք սա բավական էր ապացուցելու, որ Սարգսյանը պատվիրել էր Մարգարյանի մահը։ Ոչ։ Սա էր միայն շարժառիթ։ Արմանը կարիք ուներ ավելի շատ ապացույցների։ Նա շարունակեց հետաքննել։ Նա հարցաքննեց տասնյակ մարդկանց, ովքեր աշխատել էին Մարգարյանի հետ։ Նա ուսումնասիրեց հարյուրավոր փաստաթղթեր, որոնք վերաբերում էին այդ ժամանակաշրջանին։ Նա վերլուծեց բոլոր հրապարակային հայտարարությունները, բոլոր լրատվական հաղորդումները, բոլոր սոցիալական ցանցերի գրառումները։ Եվ աստիճանաբար նա սկսեց տեսնել նմուշ։ Մարտի 15-ից մինչև 25-ը, այն 10 օրերին, երբ Մարգարյանը պատրաստվում էր հայտարարել Սարգսյանի հեռացման մասին, տեղի ունեցավ մի շարք տարօրինակ իրադարձություններ։ Մարտի 16-ին Սարգսյանը հանդիպեց գնդապետ Սարգսյանի հետ 2 ժամ, առանց ականատեսների։ Մարտի 17-ին գնդապետ Սարգսյանը հանդիպեց դոկտոր Գրիգորյանի հետ 1 ժամ, գաղտնի վայրում։ Մարտի 19-ը Սարգսյանը հանդիպեց 3 բարձրաստիճան սպաների հետ 3 ժամ, Պաշտպանության նախարարության գաղտնի բունկերում։ Մարտի 20-ին դոկտոր Գրիգորյանը պատվիրեց նոր դեղեր Մարգարյանի համար։ Մարտի 23-ին գնդապետ Սարգսյանը ստացավ այդ դեղերը դոկտոր Գրիգորյանից։ Մարտի 24-ին գնդապետ Սարգսյանը տեղադրեց այդ դեղերը խոհանոցում։ Մարտի 25-ին Մարգարյանը մահացավ։ Արմանը տեսավ կապը։ Նա տեսավ, թե ինչպես բոլոր կտորները տեղավորվում էին միասին։ Նա տեսավ, թե ինչպես Սարգսյանը պլանավորել էր ամեն ինչ։ Նա տեսավ, թե ինչպես գնդապետ Սարգսյանը կազմակերպել էր ամեն ինչ։ Նա տեսավ, թե ինչպես դոկտոր Գրիգորյանը իրականացրել էր ամեն ինչ։ Բայց նա դեռ չուներ վերջնական ապացույցը։ Նա դեռ չուներ այն մեկ փաստաթուղթը, որը կապացուցեր, որ Սարգսյանը անձամբ պատվիրել էր Մարգարյանի մահը։ 2022 թվականի մարտին Արմանը ստացավ երրորդ անանուն նամակ։ Այս անգամ նամակը պարունակում էր ինչ-որ բան անսպասելի, ձայնագրություն։ Փոքրիկ ֆլեշ գրիչ, որի վրա գրված էր միայն մեկ ամսաթիվ՝ փետրվարի 25, 2007։ Արմանը միացրեց ֆլեշ գրիչը իր համակարգչին և բացեց ֆայլը։ Սկսվեց ձայնագրություն։ Առաջին ձայնը Սերժ Սարգսյանի ձայնն էր։ Արմանը անմիջապես ճանաչեց այն։ Երկրորդ ձայնը գնդապետ Սարգսյանի ձայնն էր։ Նրանք խոսում էին ռուսերեն, հանգիստ, բայց լարված։ Զրույցը տևում էր 25 րոպե։ Արմանը լսեց ամբողջ ձայնագրությունը 3 անգամ, գրեց յուրաքանչյուր բառ, վերլուծեց յուրաքանչյուր նախադասություն։ Եվ նա հասկացավ, որ սա այն էր, ինչ նա փնտրում էր։ Սա էր վերջնական ապացույցը։ Ձայնագրության մեջ Սարգսյանը ասում էր. «Մարգարյանը դարձել է խնդիր։ Նա ուզում է հեռացնել ինձ։ Նա ունի փաստաթղթեր, որոնք կարող են վնասել մեզ բոլորիս։ Մենք պետք է կանգնեցնենք նրան»։ Գնդապետ Սարգսյանը պատասխանում էր. «Ինչպես։ Նա վարչապետ է։
Մենք չենք կարող պարզապես հեռացնել նրան։ Սարգսյանը ասում էր, կան ուրիշ ճանապարհներ։ Նա հիվանդ է։ Նրա սիրտը թույլ է։ Եթե նա ունենա սրտի նոպա, ոչ ոք չի կասկածի։ Գնդապետ Սարգսյանը լռում էր երկար ժամանակ, հետո ասում էր, սա շատ վտանգավոր է։ Սարգսյանը պատասխանում էր, ավելի վտանգավոր է թույլ տալ նրան շարունակել։ Եթե նա հեռացնի ինձ, մենք կորցնենք ամեն ինչ։ Դու պետք է գտնես ճանապարհ։ Դու պետք է համոզես բժշկին։ Դու պետք է կազմակերպես ամեն ինչ այնպես, որ թվա բնական։ Ձայնագրությունը շարունակվում էր մանրամասներով։ Սարգսյանը բացատրում էր, թե ինչպես պետք է լինի։ Գնդապետ Սարգսյանը հարցեր էր տալիս։ Սարգսյանը պատասխաններ էր տալիս։ Նրանք քննարկում էին դոկտոր Գրիգորյանին, թե ինչպես համոզել նրան։ Նրանք քննարկում էին դեղերը, թե որտեղից ստանալ դրանք։ Նրանք քննարկում էին ժամանակացույցը, թե երբ պետք է տեղի ունենա։ Նրանք քննարկում էին ապացույցները, թե ինչպես ջնջել դրանք։ Նրանք քննարկում էին ամեն ինչ։ Եվ վերջում Սարգսյանը ասում էր, սա պետք է տեղի ունենա մինչև մարտի 30-ը։ Մարգարյանը պլանավորում է հայտարարել իմ հեռացման մասին այդ օրը։ Մենք պետք է կանխենք նրան։ Արմանը չէր կարողանում հավատալ։ Սա էր այն։ Սա էր ապացույցը, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատվիրել էր Մարգարյանի մահը։ Սա էր ապացույցը, որ գնդապետ Սարգսյանը կազմակերպել էր այն։ Սա էր ապացույցը, որ դոկտոր Գրիգորյանը իրականացրել էր այն։ Սա էր ապացույցը, որ Մարգարյանի մահը չէր պատահական։ Սա էր ապացույցը, որ սա սպանություն էր։ Բայց Արմանը նաև հասկացավ, որ սա շատ վտանգավոր էր։ Եթե նա հրապարակեր այս ձայնագրությունը, նա կդառնար թիրախ։ Սարգսյանը, թեկուզ այլևս վարչապետ չէր, դեռ շատ հզոր էր։ Նա ուներ կապեր բանակում, անվտանգության ծառայություններում, դատական համակարգում։ Նա կարող էր վնասել Արմանին, նրա ընտանիքին, նրա ընկերներին։ Բայց Արմանը նաև հասկացավ, որ նա չուներ ընտրություն։ Նա պարտավոր էր հրապարակել ճշմարտությունը։ Նա պարտավոր էր Մարգարյանին, նա պարտավոր էր Հայաստանին, նա պարտավոր էր ինքն իրեն։ 2022 թվականի ապրիլին Արմանը հրապարակեց երկրորդ հոդվածը։ Հոդվածը պարունակում էր բոլոր փաստաթղթերը, որոնք նա ստացել էր անանուն նամակներով։ Հոդվածը պարունակում էր ձայնագրության ամբողջական տեքստը։ Հոդվածը պարունակում էր մանրամասն վերլուծություն, որը ցույց էր տալիս, թե ինչպես Սարգսյանը պլանավորել էր Մարգարյանի մահը։ Հոդվածը պահանջում էր քրեական հետաքննություն։ Հոդվածը պահանջում էր արդարություն։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Պաշտոնական իշխանությունները կրկին անտեսեցին հոդվածը։ Նրանք ասացին, որ ձայնագրությունը կեղծ է, որ փաստաթղթերը կեղծ են, որ սա քաղաքական սադրանք է։ Նրանք սպառնացին Արմանին դատական հետապնդումով։ Նրանք փակեցին նրա կայքը կրկին։ Նրանք արգելափակեցին նրա սոցիալական ցանցերի էջերը կրկին։ Բայց այս անգամ ինչ-որ բան տարբեր էր։ Մարդիկը չլռեցին։ Նրանք սկսեցին պահանջել պատասխաններ։ Նրանք սկսեցին կազմակերպել բողոքի ցույցեր։ Նրանք սկսեցին պահանջել քրեական հետաքննություն։ Նրանք սկսեցին պահանջել, որ Սերժ Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի։ Եվ իշխանությունները չէին կարողանում անտեսել այլևս։ Նրանք ստիպված էին արձագանքել։ 2022 թվականի մայիսին գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ սկսում է նախաքննություն Մարգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Նրանք ասացին, որ կստուգեն բոլոր ապացույցները, կհարցաքննեն բոլոր ականատեսներին, կվերլուծեն բոլոր փաստաթղթերը։ Նրանք ասացին, որ եթե կան հիմքեր, կհարուցեն քրեական գործ։ Բայց նախաքննությունը տևեց 6 ամիս, եւ վերջում նրանք հայտարարեցին, որ չեն գտել բավարար ապացույցներ քրեական գործ հարուցելու համար։ Նրանք ասացին, որ ձայնագրությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց, որովհետև անհնար է հաստատել դրա իսկությունը։ Նրանք ասացին, որ փաստաթղթերը չեն կարող օգտագործվել որպես ապացույց, որովհետև դրանք լուսապատճեններ են, ոչ թե բնօրինակներ։ Նրանք ասացին, որ ականատեսների վկայությունները հակասական են։ Նրանք ասացին, որ բժշկական փորձաքննությունը հաստատում է, որ Մարգարյանը մահացել է սրտի կաթվածից։ Նրանք ասացին, որ չկան ապացույցներ, որ դա չէր բնական։ Նրանք փակեցին գործը։ Բայց Արմանը չդադարեցրեց։ Նա շարունակեց հետաքննել։ Նա շարունակեց հրապարակել նոր տեղեկություններ։
Նա շարունակեց պայքարել ճշմարտության համար։ Եվ աստիճանաբար ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հավատալ նրան։ Ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին պահանջել արդարություն։ Ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հասկանալ, որ Մարգարյանի մահը չէր պատահական։ Եվ հիմա, 14 տարի անց, մենք դեռ պայքարում ենք։ Մենք դեռ պահանջում ենք ճշմարտությունը։ Մենք դեռ պահանջում ենք արդարությունը։ Որովհետև Անդրանիկ Մարգարյանը արժանի է արդարության։ Հայաստանի ժողովուրդը արժանի է ճշմարտության։ Եվ պատմությունը արժանի է իմանալու, թե ինչ իսկապես տեղի ունեցավ 2007 թվականի մարտի 25-ին։ Արդյոք դուք դեռ կասկածում եք։ Արդյոք դուք դեռ մտածում եք, որ սա պարզապես տեսություն է։ Արդյոք դուք դեռ հավատում եք պաշտոնական տարբերակին։ Ապա մտածեք այս հարցերի մասին. ինչու Մարգարյանի օրագիրը անհետացավ։ Ինչու նրա փաստաթղթերը ջնջվեցին։ Ինչու տեսախցիկների տեսագրությունները կտրվեցին։ Ինչու այդ տուփը հայտնվեց խոհանոցում առանց որևէ գրառման։ Ինչու դոկտոր Գրիգորյանը խոստովանեց իր մասնակցությունը։ Ինչու ձայնագրությունը գոյություն ունի։ Ինչու իշխանությունները մերժում են հետաքննել։ Ինչու նրանք վախենում են ճշմարտությունից։ Պատասխանը պարզ է։ Որովհետև ճշմարտությունը վտանգավոր է։ Որովհետև ճշմարտությունը կբացահայտի, որ Հայաստանի վարչապետը սպանվել է իր սեփական կառավարության անդամների կողմից։ Որովհետև ճշմարտությունը կբացահայտի, որ Սերժ Սարգսյանը, ով դարձավ Հայաստանի նախագահ 1 տարի անց, եկավ իշխանության սպանության միջոցով։ Որովհետև ճշմարտությունը կբացահայտի, որ Հայաստանի քաղաքական համակարգը կառուցված է ստերի, սպանությունների և ծածկագործությունների վրա։ Բայց մենք չենք վախենում ճշմարտությունից։ Մենք պատրաստ ենք բացահայտել այն։ Մենք պատրաստ ենք պայքարել դրա համար։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի Անդրանիկ Մարգարյանի հիշատակը պատվված լինի։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի նրա սպանիչները պատասխանատվության ենթարկվեն։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա այն երկիրը, որի համար Մարգարյանը պայքարում էր։ Եվ մենք չենք դադարի, մինչև արդարությունը վերականգնվի։ Մենք չենք դադարի, մինչև ճշմարտությունը բացահայտվի։ Մենք չենք դադարի, մինչև Մարգարյանի սպանիչները բանտում լինեն։ Սա մեր խոստումն է Մարգարյանին։ Սա մեր խոստումն է Հայաստանին։ Սա մեր խոստումն է ինքներս մեզ։ Արդյոք դուք մեզ հետ եք այս պայքարում։ Արդյոք դուք պատրաստ եք պահանջել ճշմարտությունը։ Արդյոք դուք պատրաստ եք պայքարել արդարության համար։ Եթե այո, ապա միացեք մեզ։ Կիսվեք այս պատմությամբ։ Պատմեք ձեր ընկերներին։ Պահանջեք նոր հետաքննություն։ Պահանջեք, որ Սերժ Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի։ Պահանջեք, որ գնդապետ Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի։ Պահանջեք արդարություն Անդրանիկ Մարգարյանի համար։ Որովհետև միայն միասին մենք կարող ենք փոխել ամեն ինչ։ Միայն միասին մենք կարող ենք բացահայտել ճշմարտությունը։ Միայն միասին մենք կարող ենք ստանալ արդարություն։ Եվ միայն միասին մենք կարող ենք ստեղծել այն Հայաստանը, որի համար Անդրանիկ Մարգարյանը տվեց իր կյանքը։